Հոգնած մի տղամարդ խաղաղություն է փնտրում իր ամառանոցում, բայց այնտեղ հայտնաբերում է երկու երեխաների հետ ապրող մի անծանոթ կնոջ։ Որոշելով տարածքը կիսել ընդամենը 10 օրով, նրանք ստիպված են լինում համակերպվել խիստ կանոնների ու լռության հետ։ Սակայն այն, ինչ սկսվում է որպես անսպասելի անհարմարություն, շուտով վերածվում է երկու փշրված կյանքեր վերականգնելու հնարավորության։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Դե ինչ, շարունակեցինք։ Խոստանում եմ, սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբել լսել եք ձեր կյանքում։ Գլուխ 1 Դիլիջան տանող ճանապարհը կարծես ավելի երկար էր, քան Ռաֆֆի Կարապետյանը հիշում էր։ Գուցե որովհետև վերջին տարիներին նա երբեք այդ ճանապարհը հանգիստ չէր անցել, վայելելով մեքենայի պատուհաններից բացվող տեսարանը։ Ամեն ինչ միշտ շատ արագ էր, շատ շտապ, շատ հրատապ։ Բայց հիմա, մի քանի դժվար ամիսներից հետո, Անդունդի եզրին կանգնելուց միայն աշխատանքին նվիրված մի ամբողջ կյանքի ծանրությունը զգալուց հետո, նա պետք է դանդաղեցներ տեմպը։ Բժշկի խոսքերը դեռ արձագանքում էին նրա մտքում որպես մի նախազգուշացում, որն անհնար էր անտեսել։ Ոչ մի սթրես։ Ոչ մի ճիգ։ Միայն հանգստություն։ Ռաֆֆին ընդամենը 42 տարեկան էր, բայց զգում էր, կարծես շատ ավելի երկար կյանքի բեռ է կրում։ Նա զրոյից կայսրություն էր կառուցել, տեխնոլոգիական փոքր ընկերությունը դարձրել երկրի ամենահարգվածներից մեկը, միլիոնավոր դրամների գործարքներ կնքել, 2 տասնամյակ գիշերները քիչ քնել անտեսել այն ամենը, ինչն ուղղակիորեն կապված չէր մասնագիտական հաջողության հետ։ Մարմինը վերցրեց իր հատուցումը։ Դաժանորեն առանց նախազգուշացման նա ստիպված եղավ կանգ առնել։ Դիլիջանի ամառանոցը մի ապաստան էր, որը նա գնել էր տարիներ առաջ, պահի ազդեցության տակ, երբ դեռ հավատում էր, որ ժամանակ կունենա վայելելու հանգիստ հանգստյան օրերը մեծ քաղաքից հեռու։ Բայց այդ ժամանակը երբեք չեկավ։ Տունը մնաց այնտեղ, փակ, մոռացված, տարին 1-2 անգամ այցելվող, եթե ընդհանրապես այցելվում էր։ Հիմա այն իր վերականգնման միակ հույսն էր։ Երանի քաոսից հեռու մի վայր, անվերջ խորհրդակցություններից, հրատապ հեռախոսազանգերից, մշտական պահանջներից հեռու։ Թեքվելով դեպի կալվածք տանող հողոտ ճանապարհը, Ռաֆֆին կարոտի զգացում ունեցավ։ Շրջապատի ծառերն ավելի բարձր էին թվում, օդն ավելի մաքուր, լռությունն ավելի խորը։ Հենց դա էր նրան պետք։ Նա անջատեց մեքենայի շարժիչը դարպասի դիմաց խորը շունչ քաշեց, վայելելով ժամանման այդ պահը։ Բայց ինչ-որ բան այն չէր։ Դարպասը, որը նա հիշում էր թեփոտված ու ժանգոտված ներկով, այժմ անթերի էր։ Ներկված մուգ կանաչով, սպիտակ նախշերով, փայլում էր կեսօրվա արի լույսի տակ։ Ռաֆֆին խոժոռվեց։ Գուցե տնտեսվարը, ում նա վճարում էր, որ ժամանակ առ ժամանակ աչքի անցկացնի կալվածքը, նախաձեռնություն էր վերցրել վերանորոգելու։ Բայց տնտեսվարը երբեք հիմնականից ավելին չէր անում։ Ինչ-որ բան հաստատ այն չէր։ Նա բացեց դարպասը, ներս մտավ։ Այգին ծաղկած էր։ Վարդեր, երիցուկներ, մանուշակներ, խնամքով տնկված լավ մշակված ծաղկաթմբերում։ Խոտը հնձված էր, ճանապարհի քարերը մաքուր, առանց մոլախոտերի։ Վայրը բացիկի էր նման։ Ռաֆֆին զգաց, թե ինչպես է սիրտը արագանում, բայց փորձեց հանգստանալ։ Գուցե պարզապես զուգադիպություն էր։ Գուցե տնտեսվարը մեկին էր վարձել, կալվածքն ավելի լավ խնամելու համար։ Բայց տանը մոտենալիս նա նկատեց, որ պատուհանները բաց են։ Սպիտակ վարագույրները մեղմորեն օրորվում էին զեփյուռից։ Կողային լվացքի պարանին լվացք էր փռված։ Փոքր հագուստ։ Երեխայի հագուստ։ Ռաֆֆին կանգ առավ ճանապարհի մեջտեղում, սիրտն այժմ ուժգին բաբախում էր։ Այնտեղ ինչ-որ մեկն էր ապրում։ Նա դանդաղ բարձրացավ պատշգամբի 3 աստիճանները, փորձելով ընկալել իրավիճակը։ Մուտքի դուռը կիսաբաց էր։ Ներսից տնական ուտեստի հոտ էր գալիս։ Եփվող լոբի, գուցե տապակա։ Տան որը-տեղից մանկական երգի խուլ ձայն էր լսվում։ Եվ հետո, կնոջ մեղմ ձայն, որը մեղեդու հետ երգում էր։ Ռաֆֆին հրեց դուռը, ներս մտավ։ Հյուրասենյակը, որը նա հիշում էր փոշով սավաններով ծածկված կահույքով, ամբողջովին փոխակերպվել էր։ Մաքուր, կոկիկ, անուշահոտ։ Մի բազմոց, որի գոյության մասին նա նույնիսկ չգիտեր, դրված էր լայն պատուհանի դիմաց, խնամքով դասավորված գունավոր բարձերով։ Անկյունում խաղալիքների զամբյուղ էր դրված։ Մանկական նկարները պատի մի մասն էին ծածկում, կպչուն ժապավենով ամրացված։
Հատակին փափուկ գորգ էր, որի վրա մի փոքրիկ աղջիկ խորանարդիկներով էր խաղում։ Աղջիկը բարձրացրեց աչքերը, տեսավ նրան։ Մի պահ քարացավ։ Հետո սուր ճիչ արձակեց։ Խոհանոցից մի կին վազելով դուրս եկավ, վախից լայն բացված աչքերով։ Նա գրկին երեխա էր պահում, որն աղմուկից սկսեց լաց լինել։ Կինը կանգ առավ սենյակի մեջտեղում, Ռաֆֆին նայելով այնպես, կարծես ուրվական տեսած լիներ։ Երկար մի պահ ոչ ոք չխոսեց։ Միայն երեխայի լացն էր խախտում ված լռությունը։ Ռաֆֆին առաջինը խոսեց, ձայնն ավելի կոպիտ հնչեց, քան մտադրվել էր։ Դուք ո՞վ եք։ Ինչ եք անում իմ տանը։ Կինը գուլ տվեց։ Նա երիտասարդ էր, հավանաբար 30-ն անց, շագանակագույն մազերը հավաքված պոչիկով, հագուստը պարզ, բայց մաքուր։ Նրա շագանակագույն աչքերը լի էին վախով, բայց նա վճռականությամբ։ Նա երեխային սեղմեց կրծքին, մի քայլ առաջ արեց, կանգնելով Ռաֆֆիի աղջկա միջ։ Ես կարող եմ բացատրել, ասաց նա, ձայնը դողում էր, բայց հաստատուն էր։ Ես չգիտեի, որ ինչ-որ մեկը դեռ օգտվում է այս տնից։ Այն լքված էր թվում։ Լքված էր թվում, Ռաֆֆին զգաց, թե ինչպես է վրդովմունքը բարձրանում կոկորդով։ Դա ձեզ իրավունք չի տալիս ներխուժել ուրիշի սեփականություն։ Դուք գիտակցում եք, որ կարող եմ հենց հիմա ոստիկանություն կանչել։ Կինը գունատվեց։ Նրա հետում կանգնած աղջիկը սկսեց մեղմորեն լաց լինել։ Խնդրում եմ, աղաչեց կինը, ձայնը կոտրվելով։ Խնդրում եմ, մի արեք դա։ Ես կգնամ։ Խոստանում եմ, որ կգնամ։ Պարզապես ինձ մի փոքր ժամանակ տվեք, մեր իրերը հավաքելու համար։ Ռաֆֆին խաչեց ձեռքերը, փորձելով պահպանել հաստատուն կեցվածքը, չնայած երեխայի արցունքները տեսնելիս կրծքավանդակում զգացած սեղմոցին։ Իսկ ո՞ր եք պատրաստվում գնալ։ Կինը հայացքը ցած գցեց։ Մի բան կմտածեմ։ Միշտ եմ մտածում։ Ռաֆֆին հոգոց հանեց։ Նա այստեղ չէր եկել բարդ իրավիճակների հետ գործ ունենալու համար։ Եկել էր հանգստանալու, վերականգնվելու, խաղաղություն գտնելու։ Բայց նայելով այդ տեսարանին, հուսահատ կնոջը, որը գրկել էր երեխային, հատակին վախեցած աղջկան, նրա ներսում ինչ-որ բան սկսեց փափկել։ Որքան ժամանակ եք այստեղ, հարցրեց նա, մի փոքր մեղմացնելով տոնը։ 3 ամիս, խոստովանեց նա, ձայնը գրեթե շշուկ էր։ 3 ամիս։ Ռաֆֆին ձեռքը տարավ դեմքին, հոգնած։ Նա պետք է զայրացած լիներ։ Պետք է հենց այդ պահին ոստիկանություն կանչեր։ Բայց փոխարենը նրա ներսում տարօրինակ հետաքրքրություն էր աճում։ Ինչու այստեղ։ Ինչու իմ տունը։ Կինը տատանվեց։ Հետո, խորը հոգոց հանելով, սկսեց պատմել իր պատմությունը։ Խոսեց ամուսնու մասին, ում կորցրել էր 1 տարի առաջ աշխատանքային դժբախտ պատահարի հետանքով։ Խոսեց վարձի մասին, որն այլս չէր կարողանում միայնակ վճարել։ Խոսեց վտարման, 2 փոքր երեխաների հետ անպատակ թափառելու, արդեն իսկ քիչ ունեցող հարազատներից օգնություն խնդրելու ամոթի մասին։ Խոսեց այն մասին, թե ինչպես է գտել այդ տունը, ակնհայտորեն լքված, ինչպես է դրանում հնարավորություն տեսել իր երեխաներին տանիք տալու, մինչ լուծում կգտներ։ Ես հանցագործ չեմ, ասաց նա, ձայնը կրկին հաստատուն։ Ես ամեն ինչ լավ եմ պահում։ Մաքրել եմ, կարգի բերել, ներկել։ Նույնիսկ բանջարանոց եմ հիմնել հետնաբակում։ Ոչինչ չեմ վնասել։ Պարզապես մի տեղ էր պետք մնալու։ Մինչ աշխատանք կգտնեի, բավականաչափ գումար կխնայեի, նորից սկսելու համար։ Ռաֆֆին շուրջը նայեց։ Իրոք, տունն անթերի էր։ Ավելի լավ, քան նա երբե տեսել էր։ Նա նորից նայեց կնոջը, երեխային, որն այժմ քնած էր նրա գրկում, աղջկան, որը նրան դիտում էր մեծ, վախեցած աչքերով։ Անունդ ինչ է, հարցրեց նա։ Անահիտ։ Անահիտ Սարգսյան։ Իսկ սրանք իմ երեխաներն են, Լիլիթն ու Միքայելը։ Ռաֆֆին զգաց, որ իր ներսում ինչ-որ բան շարժվեց, մի բան, որը նա վաղուց չէր զգացել։ Կարեկցանք, գուցե։ Կամ պարզապես գիտակցում, որ որքան էլ դա ներխուժում լիներ, այդ կինն անում էր հնարավորինս լավը դժվարին հանգամանքներում։ Ես պետք է ոստիկանություն կանչեմ, ասաց նա, բայց նախադասությունը սպառնալիքի պես չհնչեց։ Հնչեց որպես փաստի արձանագրում։ Դուք ներխուժել եք իմ սեփականություն, Անահիտ։ Գիտեմ, շնջաց նա, արցունքները հոսում էին դեմքով։ Գիտեմ, ներողություն եմ խնդրում։
Ինձ պարզապես մի տեղ էր պետք։ Միայն մի որոշ ժամանակով։ Ռաֆֆին փակեց աչքերը։ Նա այստեղ էր եկել հանգստանալու, խնդիրներից փախչելու։ Եվ հիմա կանգնած էր ուրիշի խնդրի առաջ, մի խնդիր, որը շատ ավելի մեծ ու հրատապ էր, քան իր սեփականները։ 10 օր, ասաց նա հանկարծ, զարմացնելով ինքն իրեն։ Անահիտը լայն բացեց աչքերը։ Ինչ։ 10 օր։ Դուք կարող եք մնալ 10 օր։ Բավականաչափ ժամանակ, որպեսզի գնալու տեղ գտնեք, հանգիստ հավաքեք ձեր իրերը, առանց հուսահատության։ Բայց մի պայմանով։ Ամեն ինչ, արագ ասաց Անահիտը։ Ամեն ինչ, ինչ խնդրեք։ Ես նույնպես կմնամ այստեղ այդ 10 օրվա ընթացքում։ Լռությունը կրկին լցրեց սենյակը։ Անահիտը նրան նայեց զարմանքի շփոթության խառնուրդով։ Ինչու՞, հարցրեց նա։ Որովհետև սա իմ տունն է, պատասխանեց Ռաֆֆին, ձայնը հաստատուն։ Եվ որովհետև պետք է համոզվեմ, որ դուք իսկապես կգնաք, երբ ժամկետը լրանա։ Դա սուտ էր։ Կամ գոնե, ոչ ամբողջ ճշմարտությունը։ Ճշմարտությունն այն էր, որ Ռաֆֆին չգիտեր, թե ինչու էր այդ առաջարկն արել։ Գուցե իրավիճակի վրա որոշակի վերահսկողություն ապահովելու համար։ Գուցե որովհետև խորքում չէր ուզում պարզապես վտարել այդ ընտանիքին, առանց գոնե համոզվելու, որ նրանք լավ կլինեն։ Կամ գուցե որովհետև երկար ժամանակ անց առաջին անգամ նա չէր ուզում լիովին մենակ մնալ։ Անահիտը գլխով համաձայնեց։ Լավ։ 10 օր։ Եվ հետո ես կգնամ։ Խոստանում եմ։ Ռաֆֆին գլխով արեց։ Լավ։ Հիմա ցույց տվեք, թե որտեղ եք քնում։ Ինձ նույնպես սենյակ է պետք։ Անահիտը նրան միջանցքով տարավ դեպի ննջասենյակներ։ Նա երեխաները գլխավոր ննջասենյակում էին, տան ամենամեծ սենյակում։ Ռաֆֆին զայրույթի նոպա զգաց, տեսնելով իր սեփական իրերը մի անկյունում հրված, բայց ոչինչ չասաց։ Վերցրեց միայն անհրաժեշտը, տեղավորվեց ավելի փոքր սենյակում, տան հետնամասում։ Այդ առաջին գիշերը լարվածությունը շոշափելի էր։ Ռաֆֆին միայնակ ընթրեց պատշգամբում, մինչ Անահիտը խոհանոցում կերակրում էր երեխաներին։ Նա փորձեց ուտելիք առաջարկել նրան, բայց Ռաֆֆին քաղաքավարի կերպով մերժեց, ասելով, որ արդեն կերել է։ Ճիշտ չէր։ Նա պարզապես չէր ուզում ընտանեկան համակեցության կեղծ զգացողություն ստեղծել։ Դա ժամանակավոր էր։ 10 օր վերջ։ Բայց մինչ նա այնտեղ նստած էր, լսելով խոհանոցից եկող ձայները, Լիլիթի ծիծաղը, լվացվող ափսեների ձայնը, Անահիտի մեղմ մրմունջը, որը Միքայելի համար օրորոցային էր երգում, Ռաֆֆին մտածեց, թե որքան ժամանակ է անցել, ինչ նման ձայներ չի լսել։ Կյանքի, տան, ընտանիքի ձայներ։ Նա արագ վանեց այդ մտքերը։ Չէր կարող իրեն թույլ տալ փափկել։ Դա ժամանակավոր իրավիճակ էր, անսպասելի խնդրի գործնական լուծում։ Ոչ ավելին։ Բայց մինչ նա նայում էր Դիլիջանի մութ երկնքի աստղերին, Ռաֆֆին չէր կարողանում անտեսել կրծքավանդակի տարօրինակ սեղմոցը։ Մի զգացողություն, որը նա չէր կարողանում անվանել, բայց որը կարծես աճում էր ամեն րոպե, որն անցկացնում էր այդ տանը, որն առաջին անգամ տարիներ շարունակ դատարկ չէր զգացվում։ Առաջին օրերը տարօրինակ էին։ Ռաֆֆին արթնանում էր վաղ, արը դեռ չծագած, դուրս էր գալիս զբոսնելու շրջակայքում։ Վերադառնում էր, տեսնում, որ տունն արդեն շարժման մեջ է, Անահիտը նախաճաշ էր պատրաստում, Լիլիթը խաղում էր այգում, իսկ Միքայելը սողում էր հյուրասենյակում։ Նա իր սուրճը խմում էր միայնակ, լուռ, մինչ Անահիտը խոհանոցում զբաղվում էր երեխաներով։ Համակեցությունը նշանավորվում էր զգուշավոր հեռավորությամբ։ Անահիտը ջանում էր չխանգարել Ռաֆֆիին։ Նա երեխաներին հանգիստ էր պահում, երբ նա մոտակայքում էր, լուռ մաքրում էր նրա օգտագործած սենյակները, պատրաստում էր ուտեստներ, որոնք թողնում էր խոհանոցում, չսպասելով, որ նա կմիանա իրենց։ Ռաֆֆին, իր հերթին, փորձում էր հնարավորինս անտեսել նրանց ներկայությունը։ Մնում էր սենյակում, կարդալով կամ պատշգամբում, աշխատելով իր նոութբուքով, երբ էլեկտրոնային նամակները ստուգելու անհրաժեշտությունը չափազանց հրատապ էր դառնում։ Բայց անհնար էր ամբողջովին անտեսել։ Տունը փոքր էր, առօրյա կյանքի ձայները ներխուժում էին բոլոր անկյունները։ Լիլիթը վարակիչ ծիծաղ ուներ, որն արձագանքում էր այգում։ Միքայելը գիշերները լաց էր լինում, Ռաֆֆին լսում էր, թե ինչպես է Անահիտը մեղմորեն երգում, նրան հանգստացնելու համար։ Տնական ուտեստի հոտը մշտապես համակում էր տունը։ Թխվածքներ, հաց, ապուրներ։
Անահիտը պատրաստում էր այնպիսի խնամքով նվիրումով, որ Ռաֆֆին տարիներ շարունակ չէր տեսել։ Երրորդ օրը ինչ-որ բան փոխվեց։ Ռաֆֆին պատշգամբում էր, երբ Լիլիթը հայտնվեց, ձեռքին նկար։ Նա կանգ առավ դռան մոտ, տատանվելով, նայելով նրան այդ մեծ, հետաքրքրասեր աչքերով։ «Բար», ասաց նա ամաչկոտ։ Ռաֆֆին հայացքը բարձրացրեց նոութբուքից։ «Բար»։ Լիլիթը գծեց շուրթը, կարծես քաջություն էր հավաքում։ «Դուք նկարներ սիրում եք»։ Ռաֆֆին չգիտեր ինչ պատասխանել։ Նա երեխաների հետ փորձ չուներ։ Չգիտեր ինչպես խոսել նրանց հետ, ինչպես իրեն պահել։ Բայց Լիլիթի հուսալի արտահայտության մեջ ինչ-որ բան նրան թույլ չտվեց պարզապես մերժել։ «Կախված է նկարից», ասաց նա, փորձելով ավելի քիչ կոպիտ հնչել։ Լիլիթը ժպտաց վազեց դեպի նա, մեկնելով թուղթը։ Դա պարզ նկար էր, արված գունավոր մատիտներով։ Տուն, դեղինար, ծաղիկներ այգում։ Եվ 4 ծողիկներից պատկերներ տան դիմաց։ «Սա մենք ենք», բացատրեց Լիլիթը, մատնացույց անելով յուրաքանչյուր պատկերը։ «Սա ես եմ, սա Միքայելիկն է, սա մայրիկն է, իսկ սա դուք եք»։ Ռաֆֆին նայեց նկարին, զգալով, թե ինչպես է տարօրինակ մի բան սեղմում կրծքավանդակը։ «Ես»։ «Հա»։ «Դուք էլ եք հիմա այստեղ ապրում, չէ»։ Մինչ Ռաֆֆին կկարողանար պատասխանել, Անահիտը հայտնվեց դռան մոտ, շփոթությունից կարմրած դեմքով։ «Լիլիթ, պարոնին մի անհանգստացրու։ Արի այստեղ»։ Նա չի անհանգստացնում, լսեց Ռաֆֆին իր իսկ ձայնը, զարմացնելով ինքն իրեն։ «Նկարը գեղեցիկ է, Լիլիթ»։ Աղջիկը լայն ժպտաց վազելով հեռացավ։ Անահիտը մնաց այնտեղ, չիմանալով ինչ ասել։ «Ներողություն», մրմնջաց նա։ «Ես փորձում եմ նրանց հեռու պահել, բայց Լիլիթը շատ հետաքրքրասեր է»։ «Պետք չէ ներողություն խնդրել», ասաց Ռաֆֆին, ժամանելուց ի վեր առաջին անգամ նրա տոնը հեռավոր կամ սառը չհնչեց։ «Երեխա է։ Երեխաները հետաքրքրասեր են»։ Անահիտը գլխով արեց, դեռ տատանվելով։ «Եթե ինչ-որ բանի կարիք ունենաք, ցանկացած բանի, պարզապես ասեք»։ «Շնորհակալություն», ասաց Ռաֆֆին, վերադառնալով նոութբուքին։ Բայց երբ Անահիտը հեռացավ, նա նորից նայեց նկարին, որը Լիլիթը թողել էր սեղանին։ 4 պատկեր։ Մի ընտանիք։ Նա չգիտեր, թե ինչու էր դա իրեն այդքան հուզում, բայց հուզում էր։ Այդ գիշեր, առաջին անգամ, Ռաֆֆին համաձայնեց ընտրել նրանց հետ։ Դա լուռ ընթրիք էր, որը ընդմիջվում էր միայն Լիլիթի անսպասելի մեկնաբանություններով Միքայելի աղմուկով, որը գդալով հարվածում էր իր աթոռակին։ Անահիտն արագ կերավ, մի քանի անգամ վեր կենալով երեխաների կարիքները հոգալու համար։ Ռաֆֆին ամեն ինչ լուռ դիտում էր, առաջին անգամ նկատելով հոգնածությունը նրա աչքերում, այն, թե ինչպես էին նրա ուսերը կարծես անտեսանելի բեռ կրում։ 4-րդ օրը Ռաֆֆին արթնացավ լացի ձայնից։ Դուրս եկավ սենյակից, գտավ Անահիտին նստած խոհանոցում, դեմքը թաքցրած ձեռքերի մեջ, ուսերը դողում էին։ Նա կանգ առավ դռան մոտ, չիմանալով ներս մտնի, թե զգուշորեն վերադառնա։ «Անահիտ», կանչեց նա մեղմորեն։ Նա արագ բարձրացրեց գլուխը, ձեռքի թիկունքով սրբելով արցունքները։ «Ներողություն»։ «Ներողություն, չէի ուզում ձեզ արթնացնել»։ «Ինչ է պատահել»։ Անահիտը գլուխը թափահարեց։ «Ոչինչ։ Պարզապես մտածում էի։ Արդեն 4 օր է անցել։ Ընդամենը 6 օր ունեմ տեղ գտնելու համար։ Եվ ես չեմ կարողանում։ Բոլոր տեղերը, որ փնտրում եմ, շատ թանկ են, կամ երեխաներ չեն ընդունում, կամ կանխավճար են պահանջում, որը ես չունեմ»։ Ռաֆֆին աթոռ քաշեց, նստեց սեղանի մոտ։ «Ընտանիք ունեք»։ «Ընկերներ, որոնք կարող են օգնել։ Գյումրիում քույր ունեմ, բայց նա էլ է դժվարությունների մեջ։ Ամուսնու 3 երեխաների հետ փոքր բնակարանում է ապրում։ Չեմ կարող խնդրել, որ ինձ ընդունի։ Ծնողներս մահացել են, երբ ես երիտասարդ էի։ Իսկ ընկերները», Անահիտը հոգոց հանեց։ «Մարդիկ իրենց սեփական կյանքն ունեն, իրենց սեփական խնդիրները։ Չեմ կարող հավերժ օգնություն խնդրել»։ Ռաֆֆին մի պահ լուռ մնաց։ Հետո վեր կացավ, գնաց դեպի սառնարանը, վերադարձավ 2 բաժակ ջրով։ Մեկը մեկնեց Անահիտին։ «Սա խմիր։ Եվ դադարիր ներողություն խնդրել դժվարությունների մեջ լինելու համար։ Ամոթ չէ օգնություն խնդրել, երբ դրա կարիքն ունես»։ Անահիտը զարմացած վերցրեց բաժակը։
Շնորհակալություն։ Նրանք մի քանի րոպե լուռ նստած մնացին։ Դա անհարմար լռություն չէր։ Գրեթե մխիթարական էր։ Դուք լավ եք ձեր գործում, հարցրեց Ռաֆֆին հանկարծ։ Ձեր մասնագիտության մեջ, նկատի ունեմ։ Անահիտը թարթեց, շփոթված թեմայի փոփոխությունից։ Ես գործավարուհի էի մի փոքր ընկերությունում։ Մեծ բան չէր, բայց ես լավ էի, այո։ Կազմակերպված, ճշտապահ, նվիրված։ Բայց երբ ամուսինս դժբախտ պատահարի ենթարկվեց, ես ստիպված էի շատ բացակայել, ամեն ինչով զբաղվելու համար, հիվանդանոց, թղթեր, երեխաներ։ Արդյունքում կորցրի աշխատանքս։ Ռաֆֆին մտածկոտ գլխով արեց։ Իսկ դուք պատրաստ կլինեիք նորից աշխատել։ Եթե հնարավորություն լիներ։ Իհարկե։ Ցանկացած ազնիվ աշխատանք կընդունեմ։ Ռաֆֆին այլս ոչինչ չասաց այդ գիշեր։ Բայց մինչ վերադառնում էր սենյակ, նրա միտքն արդեն աշխատում էր հնարավորությունների վրա։ 5-րդ օրը անսպասելի բան տեղի ունեցավ։ Ռաֆֆին պատշգամբում էր, երբ դարպասի մոտ մի տարեց մարդ հայտնվեց, 2 տոպրակ գնումներ տանելով։ Նա սպիտակ մազեր ուներ, լայն ժպիտ հետաքրքրասիրությամբ փայլող աչքեր։ Բարի լույս, բղավեց տղամարդը, ձեռքով անելով։ Մի քանի բան եմ բերել ձեզ համար։ Ռաֆֆին վեր կացավ, շփոթված։ Ներողություն, բայց դուք ո՞վ եք։ Տղամարդը ծիծաղեց։ Անտոն պապիկն եմ, գյուղի խանութից։ Անահիտին արդեն 2 ամիս է ճանաչում եմ։ Նա միշտ այնտեղով է անցնում, հիմնական բաներ գնելու։ Այսօր թարմ բանջարեղեն եմ բերել, մի քանի գյուղական ձու։ Կինը պետք է լավ սնվի, հատկապես 2 երեխաների հետ։ Անահիտը հայտնվեց դռան մոտ, շփոթությունից կարմրած դեմքով։ Անտոն պապիկ, պետք չէր։ Իհարկե պետք էր, ուրախ ասաց ծերունին, բարձրանալով աստիճանները տոպրակները նրան տալով։ Իսկ այս երիտասարդն ո՞վ է։ Ամուսինը վերջապես հայտնվեց։ Ռաֆֆին զգաց, որ արյունը խփում է գլխին։ Ոչ, ես տան տերն եմ։ Անահիտն այստեղ ժամանակավոր է։ Անտոն պապիկը աչքով արեց նրան։ Ահա, հասկացա։ Ժամանակավոր։ Իհարկե։ Իսկ որքան է տելու այդ ժամանակավորը։ 10 օր, հաստատական պատասխանեց Ռաֆֆին։ Նա 6 օրից կգնա։ Ծերունին նայեց մեկին, հետո մյուսին, խորամանկ ժպիտը դեմքին։ 6 օր։ Լավ։ Դե, ինչ էլ լինի, իրար լավ նայեք։ Իսկ դու, երիտասարդ, այդ կնոջը միայնակ մի թող աշխատի։ Ընտանիքը պետք է գործերը կիսի։ Մենք ընտանիք չենք, սկսեց Ռաֆֆին, բայց Անտոն պապիկն արդեն իջնում էր աստիճաններով, ուրախ ձեռքով անելով։ Ցտեսություն։ Մի օր էլի կգամ։ Անահիտն ու Ռաֆֆին կանգնած մնացին, նայելով, թե ինչպես է ծերունին հեռանում հողոտ ճանապարհով։ Անահիտն առաջինը խախտեց լռությունը։ Ներողություն դրա համար։ Նա շատ բարի մտադրություններ ունի, բայց երբեմն չափն անցնում է։ Ռաֆֆին ուսերը թոթվեց։ Խնդիր չկա։ Նա կարծես թե ձեզ սիրում է։ Նա ինձ օգնեց, երբ ես այստեղ եկա։ Շատ հարցեր չէր տալիս, միշտ ավելի էժան էր տալիս ապրանքները։ Լավ մարդ է։ Ռաֆֆին գլխով արեց, վերադառնալով պատշգամբ։ Բայց մինչ նորից նստում էր, Անտոն պապիկի խոսքերն արձագանքում էին մտքում։ Ընտանիք։ Իրար լավ նայեք։ Նա արագ վանեց այդ մտքերը։ Դա ընտանիք չէր։ Պարզապես ժամանակավոր իրավիճակ էր։ Բայց երբ Լիլիթը հայտնվեց այդ օրվա երկրորդ կեսին, հարցնելով, թե արդյոք նա ուզում է այգում բռնոցի խաղալ, Ռաֆֆին լսեց, թե ինչպես է ասում, այո։ Եվ երկար ժամանակ անց առաջին անգամ նա ծիծաղեց։ Վազեց այգում աղջկա հետից, լսելով նրա ուրախ ճիչերը, զգալով արը դեմքին քամին մազերի մեջ։ Անահիտը դիտում էր խոհանոցի պատուհանից, մեղմ ժպիտը դեմքին։ Այդ գիշեր ընթրիքը տարբեր էր։ Ռաֆֆին պատմություններ պատմեց իր գործուղումների մասին, հարմարեցնելով դրանք, որպեսզի Լիլիթը կարողանա հասկանալ։ Խոսեց բարձր շենքերի, ինքնաթիռների, տարբեր քաղաքներում հանդիպումների մասին։ Լիլիթը հիացած լսում էր, հազար հարց տալով։ Անահիտը ծիծաղում էր դստեր միամիտ դիտարկումների վրա, նույնիսկ Ռաֆֆին նկատեց, որ ավելի շատ է ժպտում, քան տարիներ շարունակ ժպտացել էր։
Երբ երեխաները քնեցին, Ռաֆֆին ու Անահիտը մնացին հյուրասենյակում, թեյ խմելով։ Առաջին անգամ նրանք իսկապես զրուցեցին։ Անահիտը պատմեց իր պարզ մանկության մասին գյուղում, թե ինչպես է ծանոթացել ամուսնու հետ, այն երազանքների մասին, որոնք ունեին միասին կյանք կառուցելու։ Ռաֆֆին խոսեց իր ընկերության, այն զոհողությունների մասին, որոնք արել էր հասնելու այնտեղ, որտեղ հասել էր, այն մենակության մասին, որն ուղեկցում էր հաջողությանը։ Դուք ընտանիք ունեք, մեղմորեն հարցրեց Անահիտը։ Ծնողներ ունեմ, բայց տարիների ընթացքում հեռացել ենք։ Նրանք ուզում էին, որ ես այլ, ավելի ավանդական ճանապարհով գնայի։ Բժիշկ, իրավաբան, այդպիսի բաներ։ Երբ որոշեցի գործարարությամբ զբաղվել, նրանք չհավանեցին։ Այդքան շատ չէինք խոսում։ Իսկ հիմա կարծում եմ, որ արդեն շատ ժամանակ է անցել։ Չափազանց տարօրինակ է դարձել փորձել վերականգնել կապը։ Երբեք ուշ չէ փորձելու համար, քնքշորեն ասաց Անահիտը։ Ընտանիքը կարևոր է։ Նույնիսկ բոլոր թերություններով, բոլոր տարբերություններով։ Ռաֆֆին նայեց նրան, նրա աչքերի անկեղծությանը, այն ուժին, որը ճառագում էր այդ կնոջից, որն այնքան բանի միջով էր անցել, դեռ կարողանում էր խոսել հույսի ներման մասին։ Գուցե, ասաց նա մեղմորեն։ Գուցե դուք ճիշտ եք։ Նրանք որոշ ժամանակ մնացին այնտեղ, խոսելով մանրուքներից, կյանքից, երազանքներից ու վախերից։ Եվ երբ վերջապես հրաժեշտ տվեցին քնելու, Ռաֆֆին հասկացավ, որ ժամանելուց ի վեր առաջին անգամ իրեն մենակ չի զգում։ 6-րդ օրը Ռաֆֆին արթնացավ արդեն կայացրած որոշմամբ։ Գտավ Անահիտին խոհանոցում նախաճաշ պատրաստելիս։ Անահիտ, պետք է քեզ հետ խոսեմ։ Նա շրջվեց, դեմքին անմիջապես անհանգստություն։ Ինչ-որ բան է պատահել։ Ոչ։ Պարզապես ուզում էի ասել, որ դուք պարտավոր չեք 4 օրից գնալ։ Անահիտը թարթեց, շփոթված։ Այսինքն, ինչպես։ Ես մտածում էի։ Այս տունը մեծ մասամբ դատարկ է մնում։ Ես ամիսների մեծ մասը վերադառնում եմ երան։ Իմաստ չունի, որ դուք այստեղից գնաք, առանց գնալու տեղ ունենալու։ Դուք կարող եք մնալ։ Գոնե մինչ կայունանաք, մինչ աշխատանք գտնեք, բավականաչափ գումար խնայեք, սեփական տեղ վարձելու համար։ Անահիտը նայեց նրան, արցունքներ հայտնվեցին աչքերում։ Դուք լուրջ եք ասում։ Այո։ Բայց մի պայմանով։ Դուք խնամում եք տունը։ Ամեն ինչ կազմակերպված, մաքուր եք պահում։ Երբ ես այստեղ գամ, լինի դա հազվադեպ, թե ավելի երկար ժամանակով, ինչպես հիմա, տունը պատրաստ կլինի։ Արդար գործարք է։ Անահիտը դեմքը ծածկեց ձեռքերով, ուսերը դողում էին։ Ռաֆֆին, առանց շատ մտածելու, մի քայլ առաջ արեց քնքշորեն դիպավ նրա ուսին։ Հեյ, ամեն ինչ լավ է։ Դուք արժանի եք այս հնարավորությանը։ Դուք ձեր դուստրերը արժանի եք կայունության։ Անահիտը նայեց նրան, դեմքը արցունքներով թաց, բայց լուսավորված անկեղծ ժպիտով։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Ես չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնել։ Պետք չէ շնորհակալություն հայտնել։ Պարզապես ամեն ինչ լավ խնամեք։ Եվ ձեզ։ Անահիտը եռանդուն գլխով արեց։ Խոստանում եմ։ Երդվում եմ, որ ամեն ինչ կխնամեմ։ Դուք չեք փոշմանի։ Եվ այդ պահին, նայելով նրա դեմքին դրոշմված երախտագիտությանը, լսելով այգում խաղացող Լիլիթի ծիծաղը, զգալով թարմ սուրճի տնական հացի հոտը, Ռաֆֆին իմացավ, որ չի փոշմանի։ Այս 6 օրվա ընթացքում նրա ներսում ինչ-որ բան փոխվել էր։ Մի բան, որը նա չէր կարողանում լիովին անվանել, բայց որը ճիշտ էր զգացվում։ Զգացվում էր որպես սկիզբ։ Որպես երկրորդ հնարավորություն։ Ոչ միայն Անահիտի նրա դուստրերի, այլ իր համար։ Գլուխ 2 հաջորդող շաբաթները նոր առօրյա բերեցին այն տանը, որը նախկինում լռության մեջ էր ապրում։ Ռաֆֆին հայտնաբերեց, որ իր բացարձակ խաղաղության հանգստության գաղափարը վերածվել է մի այլ բանի, որը նա չէր սպասում, բայց որը տարօրինակ կերպով նրան այնքան էլ չէր անհանգստացնում, որքան պատկերացնում էր։ Լիլիթը սովորություն ուներ վաղ արթնանալու, նրա արագ քայլերը միջանցքով սովորաբար առաջին ձայնն էին, որ Ռաֆֆին լսում էր առավոտյան։ Նա միշտ կանգնում էր նրա սենյակի դռան մոտ, ճեղքից նայելով, կարծես ստուգում էր, թե արդյոք նա դեռ այնտեղ է։ Անահիտին մնալ թույլ տալու որոշումից հետո առաջին օրերին նա ձացնում էր, թե քնած էր, չիմանալով ինչպես վարվել այդ մանկական ուշադրության հետ։
Բայց ի վերջո սկսեց ձեռքով անել նրան, Լիլիթը պատասխանում էր լայն ժպիտով, նախքան վազելով հեռանալը։ Անահիտը պահում էր իր խոսքը։ Տունը միշտ անթերի էր, ուտելիքը միշտ պատրաստ, հագուստը միշտ լվացված արդուկված։ Բայց դրանից ավելին, նա կյանք բերեց այդ վայրին։ Ավելի շատ ծաղիկներ տնկեց, հետնաբակում կոտրված ցանկապատը վերանորոգեց, մուտքի դուռը ավելի ուրախ գույնով ներկեց։ Ռաֆֆին ամեն ինչ դիտում էր հիացմունքի շփոթության խառնուրդով։ Նա սովոր չէր տեսնել, որ ինչ-որ մեկն այդքան նվիրվի մի բանի, որը նույնիսկ իրենը չէ։ Դուք պարտավոր չեք այս ամենն անել, ասաց նա մի առավոտ, գտնելով նրան այգում, ձեռքերը հողոտ, լոլիկի տնկիներ տնկելիս։ Պայմանավորվածությունը պարզապես տունը մաքուր պահելն էր։ Անահիտը նայեց նրան, դեմքը քրտնած, բայց երջանիկ։ Գիտեմ, բայց սիրում եմ անել։ Ինձ օգտակար եմ զգում։ Եվ բացի այդ, այս տունն արժանի է խնամքի։ Այն գեղեցիկ է։ Ռաֆֆին նստեց մոտակա փայտե նստարանին, դիտելով նրա աշխատանքը։ Դուք իսկապես սիրում եք դա, այնպես չէ՞։ Իրերը խնամելը։ Միշտ եմ սիրել։ Մայրս հսկայական այգի ուներ, երբ ես երեխա էի։ Ժամերով այնտեղ էինք անցկացնում, տնկելով, հավաքելով, զրուցելով։ Լավ պահեր էին։ Անահիտը դադար տվեց, տխուր ժպիտը դեմքին։ Նրա մահից հետո ես խոստացա, որ միշտ այգի կունենամ, անկախ նրանից, թե որտեղ կլինեմ։ Իսկ հա իրը։ Նա մեզ լքեց, երբ ես 7 տարեկան էի։ Մայրս ինձ ու քրոջս միայնակ մեծացրեց։ Դժվար էր, բայց նա միշտ ասում էր, որ քանի դեռ մենք իրար ունենք մի տեղ, որը կարող ենք տուն կոչել, ամեն ինչ լավ կլինի։ Ռաֆֆին մտածկոտ գլխով արեց։ Նա իմաստուն էր։ Այո։ Անահիտը վերադարձավ տնկիները տնկելուն, բայց Ռաֆֆին կարող էր տեսնել զսպված հուզմունքը նրա շարժումներում։ Երբեմն զգում եմ, որ հիասթափեցրել եմ նրան։ Ես պետք է ավելի լավ պահեի իրերը ամուսնուս կորցնելուց հետո։ Պետք է ավելի ուժեղ լինեի։ Դուք ամենաուժեղ մարդն եք, ում ես ճանաչում եմ, ասաց Ռաֆֆին, զարմացնելով ինքն իրեն իր ձայնի անկեղծությամբ։ Դուք անհնարին իրավիճակից ելք գտաք։ Միայնակ 2 երեխա եք մեծացնում, հույսը պահպանում, ամեն օր քրտնաջան աշխատում։ Դա ձախողում չէ։ Դա մաքուր ուժ է։ Անահիտը նայեց նրան, աչքերը փայլում էին չթափված արցունքներից։ Շնորհակալություն։ Դուք չեք պատկերացնի, թե որքան բան է նշանակում դա լսելը։ Նրանք մի քանի րոպե հարմարավետ լռության մեջ մնացին, մինչ Լիլիթը վազելով հայտնվեց, բղավելով, որ Միքայելն իր առաջին քայլերն է արել միայնակ։ Անահիտը թողեց ամեն ինչ վազեց ներս, Ռաֆֆին նկատեց, որ վազում է նրա հետից, անհամբեր սպասելով այդ պահին ականատես լինելուն։ Երբ օրերը վերածվեցին շաբաթների, Ռաֆֆին հասկացավ, որ հետաձգում է իր վերադարձը Երան։ Նա ինքն իրեն ասում էր, որ դա այն պատճառով է, որ ավելի շատ ժամանակ է պետք լիովին վերականգնվելու համար, որ բժիշկները երկարատ հանգիստ են խորհուրդ տվել։ Բայց խորքում գիտեր, որ ճշմարտությունն այլ է։ Նա չէր ուզում գնալ։ Չէր ուզում վերադառնալ քաղաքի իր բնակարանի մենակությանը, դատարկ օրերին, որոնք ընդմիջվում էին միայն աշխատանքով էլի աշխատանքով։ Այստեղ, Դիլիջանի այդ պարզ տանը, նա գտել էր մի բան, որը չգիտեր, որ փնտրում է։ Նպատակ։ Կապ։ Ընտանիք։ Անտոն պապիկը մշտական ներկայություն դարձավ։ Հայտնվում է շաբաթը 2-3 անգամ, միշտ ինչ-որ բան բերելով, թարմ մրգեր, տնական քաղցրավենիք, գյուղի նորություններ։ Նա ակնհայտորեն հավատում էր, որ Ռաֆֆին ու Անահիտը զույգ են, ոչինչ, ինչ նրանք ասում էին, չէր համոզում նրան։ Հակառակում։ Դուք երկուստ իրար սազում եք, ասաց նա մի կեսօր, երբ սուրճ էր խմում պատշգամբում։ Կարող եք ինձ հավատալ, ես այդպիսի բաներից հասկանում եմ։ 50 տարվա ամուսնությունը ինձ սովորեցրել է ճանաչել, երբ երկու մարդ ստեղծված են իրար համար։ Անտոն պապիկ, փորձեց Ռաֆֆինս մեկ անգամ բացատրել։ Մենք զույգ չենք։ Անահիտը պարզապես ժամանակավոր է այստեղ ապրում։ Ծերունին ծիծաղեց։ Ժամանակավոր։ Արդեն լսել եմ։ Իմ կինն էլ է ժամանակավոր եկել ինձ մոտ ապրելու, երբ երիտասարդ էր։ 50 տարուց ավելի ժամանակավոր մնաց։ Անահիտը, որը խոհանոցում էր, ավելի շատ սուրճով հայտնվեց։ Անտոն պապիկ, դուք չեք հանձնվում, հա։ Երբեք։ Եվ դուք ինձ շնորհակալություն կհայտնեք, երբ հասկանաք, որ ես ճիշտ եմ։
Երբեմն մարդկանց մի փոքր հրում է պետք, տեսնելու այն, ինչ իրենց քթի տակ է։ Ռաֆֆին հայացքով փոխանակվեց Անահիտի հետ, երկուսն էլ ծիծաղեցին ծերունու համառությունից։ Բայց երբ Անտոն պապիկը գնաց, նրանց միջ տարօրինակ լռություն տիրեց։ Կարծես այդ խոսքերը ինչ-որ բանի սերմ էին ցանել, որը ոչ մեկը պատրաստ չէր ճանաչելու։ Հաջորդ ամսում համակեցությունը խորացավ։ Ռաֆֆին սկսեց ավելի շատ օգնել երեխաների հարցում։ Խաղում էր Լիլիթի հետ այգում, սովորեցնում նրան տարբերել ծաղիկների թռչունների տեսակները։ Գրկում էր Միքայելին, մինչ Անահիտը ընթրիք էր պատրաստում, ծամածրություններ անելով երեխայի համար, որը պատասխանում էր ծիծաղով։ Հանգստյան օրերին մաքրում էր տունը, պնդելով, որ Անահիտը հանգստանա։ Հայտնաբերեց, որ սիրում է իրեր վերանորոգել, ձեռքերն օգտագործել գործնական շոշափելի բանի համար, ի տարբերություն թվերի աղյուսակների հետ աբստրակտ աշխատանքի, որը զբաղեցնում էր նրա մասնագիտական կյանքը։ Անահիտը իր հերթին սովորեց հասկանալ Ռաֆֆիի լռությունները։ Գիտեր, երբ նա ինչ-որ բանի համար անհանգստանում էր, նույնիսկ եթե չէր ասում։ Պատրաստում էր նրա սիրելի թեյը, առանց նրա խնդրանքի, թողնում էր նրան մենակ, երբ նկատում էր, որ նրան տարածք է պետք, բայց նա ներգրավում էր զրույցների, երբ տեսնում էր, որ նա խորանում է մռայլ մտքերի մեջ։ Նրանք ռիթմ մշակեցին, ներկայության բացակայության նուրբ բառ, գործնականությամբ քողարկված փոխադարձ խնամք։ Եվ թե ոչ մեկը բարձրաձայն չէր խոստովանում, երկուսն էլ սկսում էին հասկանալ, որ դա վերածվում է ավելին, քան պարզապես բնակության պայմանավորվածություն։ Մի ուժեղ անձրոտ գիշեր ամեն ինչ վերջնականապես փոխվեց։ Անահիտը փորձում էր փակել մի պատուհան, որը համառորեն բաց էր մնում, ի վերջո ոլորեց կոճը, աթոռի վրա բարձրանալով վերին փականին հասնելու համար։ Նա ընկավ ցավի ճիչով, Ռաֆֆին վազեց օգնելու։ «Մի փորձիր վեր կենալ», ասաց նա, զգուշորեն բռնելով նրան։ «Կարող է լուրջ վնասած լինես»։ «Ես լավ եմ», փորձեց Անահիտը վիճել, բայց դեմքը ցավից գունատ էր։ «Պարզապես ոլորվածք է։ Կանցնի»։ Ռաֆֆին օգնեց նրան նստել, բազմոցին զննեց կոճը։ Այն արագ ուռչում էր։ «Դու պետք է սա բարձր պահես, սառույց դնես։ Եվ մի քանի օր չքայլես։ Բայց երեխաները, ընթրիքը, տունը, ես ամեն ինչով կզբաղվեմ», հաստատակամ ընդհատեց Ռաֆֆին։ «Դու կհանգստանաս։ Առանց քննարկման»։ Հաջորդող օրերին Ռաֆֆին հայտնաբերեց հյուծվածության իրական իմաստը։ Երկու փոքր երեխաների խնամք, տան մաքրություն, ուտելիքի պատրաստում, լվացք, տակտիրների փոխում, գիշերային լացի հանգստացում, այս ամենը փորձելով ապահովել, որ Անահիտը հարմարավետ լինի վերականգնվի։ Նա գիշերը 4 ժամից ավելի չէր քնում, նույնիսկ այդ դեպքում արթնանում էր Միքայելի լացից կամ Լիլիթի մղձավանջներից։ Անահիտը ամեն ինչ դիտում էր բազմոցից, իրեն անպետք մեղավոր զգալով։ «Ռաֆֆի, դուք պարտավոր չեք այս ամենն անել։ Կարող եմ գոնե որոշ բաներով օգնել։ Դուք պետք է վերականգնվեք», միշտ պատասխանում էր նա, անցնելով հյուրասենյակով Միքայելը գրկին կամ լվացքի կույտ տանելով։ «Հանգստացեք։ Ես կհասցնեմ»։ Բայց Անահիտը տեսնում էր հյուծվածությունը, որն աճում էր նրա դեմքին, տեսնում էր, թե ինչպես են աչքերի տակից շրջանակները խորանում, տեսնում էր, թե ինչպես են ուսերն ավելի լարվում ամեն օր։ Եվ զգում էր, որ սիրտը սեղմվում է։ Ոչ միայն մեղքի զգացումից, այլ ավելի խորը մի բանից, որը նա շաբաթներ շարունակ փորձում էր անտեսել։ Ոլորվածքից 4 օր անց Անահիտը կարողացավ համոզել Ռաֆֆիին մի քանի րոպե նստել իր հետ, մինչ երեխաները քնած էին։ Նա հյուծված հոգոցով ընկավ բազմոցին նրա կողքին։ «Ես մոռացել էի, թե որքան հոգնեցուցիչ է», խոստովանեց նա, փակելով աչքերը։ «Դուք անհավանական աշխատանք եք կատարում», մեղմորեն ասաց Անահիտը։ «Շնորհակալություն ամեն ինչի համար»։ Ռաֆֆին բացեց աչքերը, նայեց նրան։ «Պետք չէ շնորհակալություն հայտնել։ Դուք դա անում եք ամեն օր։ Հիմա հասկանում եմ, թե ինչու եք օրվա վերջում միշտ այդքան հոգնած։ Մի մարդու համար շատ է», համաձայնեց Անահիտը։ «Բայց սովորում ես հաղթահարել։ Առօրյա ես մշակում, կարճ ճանապարհներ ես սովորում, ընդունում, որ ոչ ամեն ինչ է կատարյալ լինելու։ Դուք դա հեշտ եք ներկայացնում։ Հեշտ չէ։ Բայց արժե։ Նրանք արժեն»։ Ռաֆֆին նայեց միջանցքին, որտեղ երեխաները քնած էին։ «Այո։ Արժեն»։ Նրանք լուռ նստած մնացին, մարմինները մոտ, բայց առանց դիպչելու, մինչ Ռաֆֆին քնեց, գլուխը դանդաղ ընկնելով Անահիտի ուսին։
Նա անշարժ մնաց, վախենալով արթնացնել նրան, զգալով նրա ծանրությունը, լսելով նրա շնչառության խորացումը։ Եվ առաջին անգամ թույլ տվեց իրեն խոստովանել, միայն իրեն, որ սիրահարվում է այդ մարդուն։ Երբ Անահիտի կոճը վերջապես լավացավ, նրանց միջ դինամիկան վերջնականապես փոխվել էր։ Հիմա նրանք թիմով էին աշխատում։ Ռաֆին մշտապես ստանձնեց մի քանի գործ, պնդելով, որ իմաստ չունի, որ նա ամեն ինչ միայնակ անի։ Նրանք միասին էին պատրաստում, միասին մաքրում, միասին խնամում երեխաներին։ Եվ ինչ-որ պահի դադարեցին ձացնել, թե դա պարզապես գործնական պայմանավորվածություն է։ Լիլիթը սկսեց Ռաֆին կանչել Ռաֆի քեռի, մի քնքուշ մականուն, որն ինքն էր հորինել։ Նա սկզբում փորձեց ուղղել նրան, բայց աղջիկը պնդեց, ի վերջո նա հանձնվեց։ Եվ գաղտնի, դա նրան դուր եկավ։ Դուր եկավ այդ փոքրիկ ընտանիքում որոշակի դեր ունենալը, նույնիսկ եթե դա ավանդական դեր չէր։ Ճաշերն իսկական ուրախության պահեր դարձան։ Լիլիթը անհավանական պատմություններ էր պատմում այգում իր խաղերի մասին։ Միքայելը փորձում էր կրկնել լսած բառերը, ստեղծելով զվարճալի անհասկանալի տարբերակներ, որոնք բոլորին ծիծաղեցնում էին։ Ռաֆին կիսվում էր իր մանկության հիշողություններով, որոնք տարիներ շարունակ չէր վերհիշել։ Անահիտը խոսում էր ապագայի իր երազանքների, այն մասին, թե ինչ էր ուզում կառուցել իր դուստրերի համար։ Այդպիսի ընթրիքներից մեկի ժամանակ Անահիտը նշեց իր աշխատանքի որոնումների մասին։ Այս շաբաթ մի քանի ինքնակենսագրական եմ ուղարկել։ Դիլիջանի հարակից քաղաքների ընկերություններ։ Հիմնականում գրասենյակային պաշտոններ։ Ռաֆին զգաց, որ ինչ-որ բան սեղմվում է կրծքավանդակում։ Դա հիանալի է։ Դուք արժանի եք հնարավորության։ Այո։ Պետք է ֆինանսապես կայունանամ։ Չեմ կարող հավերժ ձեր առատաձեռնությունից կախված լինել։ Դուք կախված չեք։ Դուք այստեղ աշխատում եք։ Ամեն ինչ պահում եք։ Բայց դա իսկական աշխատանք չէ, Ռաֆի։ Աշխատավարձ չկա, կապ չկա, անվտանգություն չկա։ Ինձ ավելի ամուր բան է պետք։ Ռաֆին ուզում էր վիճել, ուզում էր ասել, որ նա կարող է այնտեղ մնալ այնքան, որքան ցանկանա, որ նա կապահովի, որ երբեք ոչինչ պակաս չլինի։ Բայց գիտեր, որ դա այն չէ, ինչ Անահիտը պետք է լսեր։ Նրան պետք էր ինքնավարություն, արժանապատվություն, սեփական ուժերով ինչ-որ բան կառուցել։ Հասկանում եմ, ասաց նա վերջապես։ Եվ երբ դուք այդ աշխատանքը ստանաք, մենք կնշենք։ Անահիտը ժպտաց, բայց աչքերում տխրություն կար, որը նա փորձեց թաքցնել։ Այո, կնշենք։ Այդ գիշեր, իր սենյակում պառկած, Ռաֆին չէր կարողանում քնել։ Անահիտի աշխատանք գտնելու գաղափարը պետք է նրան ուրախացներ։ Դա նշանակում էր, որ նա վերականգնվում է, կայունանում, հասնում իր նպատակներին։ Բայց այն ամենը, ինչ նա կարողանում էր զգալ, խուճապի նոպա էր, նրան կորցնելու հնարավորության առաջ։ Երեխաներին կորցնելու, այդ առօրյան կորցնելու, տան զգացողությունը կորցնելու, որի կարիքը նա նույնիսկ չգիտեր, որ ուներ, մինչ գտավ այն։ Նա սիրահարվում էր։ Գուցե արդեն որոշ ժամանակ սիրահարված էր, պարզապես խիզախություն չուներ խոստովանելու։ Բայց հիմա, սենյակի մթության մեջ, տանիքին թակող անձրի ձայնով հիշողության մեջ դեռ արձագանքող ծիծաղի արձագանքներով, նա այլևս չէր կարող ժխտել։ Նա սիրահարված էր Անահիտին։ Նրա միշտ զբաղված ձեռքերին, նրա հոգնած, բայց անկեղծ ժպիտին, նրա լուռ ուժին, այն ձին, որով նա սիրում էր իր դուստրերին մի ինտենսիվությամբ, որը նրան շունչը կտրում էր։ Նա սիրահարված էր այն կյանքին, որը նա բերել էր այդ տուն։ Այն ընտանիքին, որը նա, առանց իմանալու, ստեղծել էր իր հետ միասին։ Բայց ինչ կարող էր անել այդ զգացմունքի հետ։ Անահիտը դեռ սկի մեջ էր, դեռ կրում էր ամուսնուն կորցնելու ցավը։ Եվ նա, որն ամբողջ կյանքը կենտրոնացած էր միայն աշխատանքի հաջողության վրա, չգիտեր ինչպես իսկապես սիրել ինչ-որ մեկին, ինչպես կառուցել ինչ-որ բան աղյուսակներից, պայմանագրերից բացի։ Բացի այդ, նրանց միջ տարբերություն կար։ Նա պարզ կին էր, գործնական կարիքներով, համեստ երազանքներով։ Նա հարուստ գործարար էր, սովոր մի ապրելակերպի, որը նա հավանաբար նույնիսկ չէր կարող պատկերացնել։ Ինչպես կարող էր դա ստացվել։ Բայց նույնիսկ այս բոլոր կասկածներով ու վախերով, մի բան պարզ էր։ Ռաֆին չէր ուզում, որ Անահիտը տնից գնա։ Չէր ուզում վերադառնալ այն կյանքին, որն ուներ նախկինում։ Չէր ուզում կորցնել երջանկության այն հնարավորությունը, որն այդքան անսպասելի անհավանական կերպով ընկել էր իր գիրկը։ Նա պետք է միծ գտներ նրան ասելու։
Պետք է խիզախություն գտնել ռիսկի դիմելու իր սրտով, նույնիսկ իմանալով, որ կարող է մերժվել, որ կարող է ամեն ինչ կորցնել։ Որովհետև կյանքում առաջին անգամ Ռաֆֆի Կարապետյանը պատրաստ էր պայքարել մի բանի համար, որը գին չուներ, որը չէր կարելի գնել կամ սակարկել։ Մի բան, որը կարելի էր նվաճել միայն ճշմարտությամբ, խոցելիությամբ, սիրով։ Գլուխ 3 առավոտը սկսվեց ինչպես մյուսները։ Ռաֆֆին վաղ արթնացավ, սուրճ պատրաստեց, օգնեց Լիլիթին հագնվել, մինչ Անահիտը կերակրում էր Միքայելին։ Առօրյան այնքան բնական էր դարձել, որ նա գրեթե մոռանում էր, որ դա իրականում իր ընտանիքը չէ, որ դա իրականում իր մշտական տունը չէ։ Գրեթե։ Բայց մինչ նա նստած էր պատշգամբում, սուրճ խմելով, դիտելով, թե ինչպես է Լիլիթը թիթեռներ հետապնդում այգում, Ռաֆֆին այլս չէր կարող ծածնել։ Իրերը փոխվել էին։ Նա էր փոխվել։ Եվ պետք է ինչ-որ բան աներ այդ մասին, նախքան շատ ուշ կլիներ։ Անահիտը ավելի շատ սուրճով հայտնվեց, նստելով նրա կողքին ճոճաթոռին։ Դուք այսօր մտախոհ եք, մեղմորեն նկատեց նա։ Ես միշտ եմ մտախոհ։ Բայց այսօր տարբեր է։ Ես տեսնում եմ։ Նա նայեց նրան այդ թափանցող շագանակագույն աչքերով։ Ուզում եք խոսել այդ մասին։ Ռաֆֆին խորը շունչ քաշեց։ Ուզում էր։ Ուզում էր ասել այն ամենը, ինչ զգում էր, այն ամենը, ինչ հասկացել էր վերջին շաբաթների ընթացքում։ Բայց բառերը կարծես խրված էին կոկորդում, չափազանց ծանր, արտասանվելու համար։ Մինչ նա կկարողանար պատասխանել, հողոտ ճանապարհով մոտեցող մեքենայի ձայնը խախտեց պահը։ Երկուսն էլ հետաքրքրությամբ շրջեցին գլուխները։ Այցելուների չէին սպասում։ Մի շքեղ, սփայլուն մեքենա կանգ առավ դարպասի դիմաց։ Վարորդի կողմից մի կին դուրս եկավ, անթերի կոստյումով, բարձրակրուն կոշիկներով, դիզայներական արային ակնոցներով։ Նա տանը նայեց վատ քողարկված արամարանքի արտահայտությամբ։ Ռաֆֆին զգաց, որ ստամոքսը սեղմվում է։ Կճանաչեր այդ կեցվածքը ցանկացած վայրում։ Սաթենիկ։ Անահիտը նայեց նրան, նկատելով ուսերի անմիջական լարվածությունը։ Է։ Իմ նախկին գործընկերը։ Նա վեր կացավ, պատրաստվելով այն առճակատմանը, որը գիտեր, որ սպասվում է։ Սաթենիկ Մանուկյանը չբարձրացավ պատշգամբի աստիճանները։ Կանգնած մնաց այգում, ձեռքերը խաչած, զննելով Ռաֆֆիին, կարծես նա մի գլուխկոտրուկ լիներ, որը չէր կարողանում լուծել։ Ռաֆֆի, ասաց նա, ձայնը լի հանդիմանանքով։ Վերջապես գտա քեզ։ Գիտես, թե քանի զանգերս ես անտեսել վերջին շաբաթների ընթացքում։ Զբաղված էի։ Զբաղված։ Սաթենիկը ծիծաղեց, բայց ձայնի մեջ հումոր չկար։ Զբաղված էիր տնակ խաղալով ոչ մի տեղի մեջտեղում, մինչ մեր ընկերությունը փլուզվում է։ Մեր ընկերությունը լավ է։ Ես ամեն ինչ կազմակերպված եմ թողել գնալուց առաջ։ Ամեն ինչ կազմակերպված։ Սաթենիկը արային ակնոցները բարձրացրեց գլխին, բացահայտելով սառը կանաչ աչքերը։ Վերջին ամսում 3 կարոր պայմանագիր ենք կորցրել։ Ներդրողները անհանգիստ են։ Մրցակիցները օգտվում են քո բացակայությունից, մեր հաճախորդներին գողանալու համար։ Իսկ դու այստեղ ես, մի հին տան մեջ գյուղում, ծածնելով, թե այս ամենը կարոր չէ։ Ռաֆֆին զգաց, որ զայրույթը սկսում է եռալ իր ներսում, բայց ստիպեց իրեն հանգստություն պահպանել։ Ես զգուշացրել էի, որ ժամանակ եմ վերցնելու։ Բժիշկներն էին խորհուրդ տվել։ Բժիշկները հանգիստ էին խորհուրդ տվել, ոչ թե վաղաժամ թոշակի անցնել։ Սաթենիկը վերջապես նայեց Անահիտին, որը դուրս էր եկել պատշգամբ Միքայելը գրկին։ Իսկ սա ո՞վ է։ Ընկերուհի է, արագ պատասխանեց Ռաֆֆին։ Ընկերուհի։ Սաթենիկը հոնքը բարձրացրեց։ Ինչքան հարմար։ Դու ամիսներով անհետանում ես, առողջական խնդիրներ պատճառաբանելով, այստեղ հանգստյան օրերի հայրիկ ես խաղում ինչ-որ ընկերուհու ու իր ձագերի հետ։ Ռաֆֆին մի քայլ առաջ արեց, ձայնն ավելի կոշտ հնչեց։ Զգույշ եղիր խոսքերիդ մեջ, Սաթենիկ։ Թե չէ, ինչ։ Ինձ էլ ես վտարելու։ Սաթենիկը դառը ծիծաղեց։ Եկ դադարեցնենք այս կեղծիքը, Ռաֆֆի։ Դու այստեղ չես պատկանում։ Դու պատկանում ես քաղաքին, ընկերությանը, այն աշխարհին, որը մենք միասին ենք կառուցել։ Սա, նա արամարական ձեռքով արեց Անահիտին, ընդամենը շեղում է։ Մի ֆանտազիա, որն օգտագործում ես քո պարտականություններից փախչելու համար։ Անահիտը մի քայլ հետ գնաց, դեմքը գունատ։
Ռաֆֆին տեսնում էր, թե ինչպես են Սաթենիկի խոսքերը վիրավորում նրան։ Դանակի պես։ Նա ուզում էր պաշտպանել Անահիտին, ուզում էր բղավել Սաթենիկի վրա նրա դաժանության համար, բայց նա շարունակեց, նախքան նա կկարողանար արձագանքել։ Տես, ես հասկանում եմ, ասաց Սաթենիկը, մի փոքր մեղմացնելով տոնը։ Դու դժվար պահի միջով ես անցել։ Սթրեսը, խախտված առողջությունը։ Բնական է ուզենալ փախչել, ինչ-որ տարբեր, ինչ-որ պարզ բան փնտրել։ Բայց դա կայուն չէ, Ռաֆֆի։ Դու դա գիտես։ Մի օր իրականությունը կհարվածի, դու կհասկանաս, որ վատնել ես այն ամենը, ինչ կառուցել ես մի պատրանքի պատճառով։ Դա պատրանք չէ, ասաց Ռաֆֆին, վերջապես գտնելով իր ձայնը։ Սա ավելի իրական է, քան այն ամենը, ինչ ես ապրել եմ վերջին 20 տարում։ Սաթենիկը երկար մի պահ նայեց նրան, հետո հոգոց հանեց։ Դու լուրջ ես։ Դու իսկապես հավատում ես դրան։ Այո, հավատում եմ։ Ապա դու ինձ այլ ընտրություն չես թողնում։ Սաթենիկը ուղղեց ուսերը, վերադառնալով անողոք գործարար կնոջ կեցվածքին։ Կամ դու վերադառնում ես Երան առաջիկա 2 շաբաթվա ընթացքում վերսկսում քո պարտականությունները ընկերությունում, կամ ես կվաճառեմ իմ բաժնեմասը։ Եվ դու գիտես, թե դա ինչ է նշանակում։ Պոտենցիալ գնորդները քո կառավարումը չեն պահպանի։ Նրանք ամեն ինչ կվերակառուցեն, աշխատակիցների կեսին կազատեն, գուցե նույնիսկ քեզ ստիպեն ամբողջովին հեռանալ։ Ռաֆֆին զգաց խոսքերի հարվածը։ Ընկերությունը նրա կյանքն էր։ Նա այդ կայսրության յուրաքանչյուր աղյուսը դրել էր իր ձեռքերով։ Այն կորցնելու տեսնելու, թե ինչպես են օտարները քանդում այն ամենը, ինչ ստեղծելու համար տարիներ էին պահանջվել, գաղափարը գրեթե անտանելի էր։ Գրեթե։ Որովհետև երբ նա հետ նայեց տեսավ Անահիտին պատշգամբում, Միքայելը գրկին, Լիլիթն այժմ կառչած նրա ոտքից, նրա ներսում ինչ-որ բան ամրացավ։ Մի վստահություն, որը նա վաղուց չէր զգացել։ Վաճառիր քո բաժնեմասը, ասաց նա հանգիստ։ Սաթենիկը թարթեց, ակնհայտորեն չսպասելով այդ պատասխանին։ Ինչ։ Վաճառիր։ Ես հրաժարվում եմ։ Ես այլս չեմ ուզում այդ կյանքը։ Չեմ ուզում այլս ճնշումը, մենակությունը, ամեն ինչի մակերեսայնությունը։ Ես դանդաղ մահանում էի այդ աշխարհում, Սաթենիկ։ Բառացիորեն մահանում։ Եվ այստեղ, այս պարզ վայրում, այս պարզ մարդկանց հետ, ես նորից սովորեցի ապրել։ Դու խենթացել ես, մրմնջաց Սաթենիկը, գլուխը թափահարելով։ Դու լրիվ խենթացել ես։ Գուցե։ Կամ գուցե վերջապես խելքի եմ եկել։ Նա շրջվեց դեպի Անահիտը։ Ներողություն դրա համար։ Դուք արժանի չէիք այս բաները լսելու։ Անահիտը չպատասխանեց։ Պարզապես արագ ներս մտավ, երեխաներին իր հետ տանելով։ Ռաֆֆին տեսավ նրա լարված մեջքը, այն, թե ինչպես նա ավելի ամուր սեղմեց Միքայելին, զգաց, որ սիրտը կոտրվում է։ Սաթենիկը ամեն ինչ դիտում էր խղճահարության բավարարվածության խառնուրդ արտահայտությամբ։ Դու կփոշմանես, Ռաֆֆի։ Երբ այս ֆանտազիայի պղպջակը պայթի, երբ նա հասկանա, որ դու այն մարդը չես, ում նա պատկերացնում է, երբ ֆինանսական իրականությունը հարվածի, դու հայտնաբերես, որ չես կարող պահել այս գյուղական կյանքը առանց ընկերության, դու կփոշմանես։ Եվ ես այնտեղ չեմ լինի քեզ փրկելու։ Ինձ պետք չէ, որ դու ինձ փրկես։ Երբեք պետք չի եղել։ Սաթենիկը նորից դրեց արային ակնոցները, թաքցնելով աչքերը։ Դու 2 շաբաթ ունես, Ռաֆֆի։ Լավ մտածիր։ Իսկապես մտածիր, թե արդյոք արժե ամեն ինչ դեն նետել դրա համար։ Նա վերադարձավ մեքենան հեռացավ, ճանապարհին փոշու ամպ թողնելով։ Ռաֆֆին երկար ժամանակ կանգնած մնաց, մտածելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել, այն ամենի մասին, ինչ ասել էր։ Արդյոք նա ճիշտ ընտրություն էր կատարել։ Նա հենց նոր հրաժարվել էր այն ամենից, ինչ կառուցել էր կյանքում։ Իր կայսրությունից, իր ֆինանսական անվտանգությունից, իր մասնագիտական ինքնությունից։ Բայց երբ նա ներս մտավ գտավ Անահիտին խոհանոցում, աչքերը կարմիր, բայց առանց արցունքների, նա իմացավ, որ այո, ճիշտ ընտրություն էր կատարել։ Անահիտ, սկսեց նա։ Նա ձեռքը բարձրացրեց, ընդհատելով նրան։ Ոչ։ Թույլ տուր ես առաջինը խոսեմ։ Նա խորը շունչ քաշեց։ Այդ կինը ճիշտ էր։ Շատ բաներում։ Ես շեղում եմ։ Ֆանտազիա։ Դուք սա օգտագործում եք ձեր իրական կյանքից փախչելու համար։
Եվ ես չեմ կարող, չեմ լինի այն պատճառը, որի համար դուք կործանում եք այն ամենը, ինչ կառուցել եք։ Դուք շեղում չեք, հաստատակամ ասաց Ռաֆֆին։ Դուք ամենաիրական բանն եք, որ երբեք պատահել է ինձ հետ։ Ռաֆֆի, դուք ինձ իսկապես չեք ճանաչում։ Մենք ընդամենը մի քանի ամիս է, ինչ ճանաչում ենք իրար։ Դուք երախտագիտությունը շփոթում եք ուրիշ բանի հետ։ Ես ոչինչ չեմ շփոթում։ Ես հստակ գիտեմ, թե ինչ եմ զգում։ Անահիտը գլուխը թափահարեց, արցունքները վերջապես հոսեցին։ Դուք կփոշմանեք։ Երբ նորությունը անցնի, երբ դուք հասկանաք, թե ինչից եք հրաժարվել, դուք կնայեք ինձ ու իմ դուստրերին կտեսնեք միայն բեռ։ Մի սխալ, որը գործել եք թուլության պահին։ Երբեք։ Ռաֆֆին մի քայլ առաջ արեց։ Անահիտ, նայիր ինձ։ Նա տատանվեց, բայց վերջապես բարձրացրեց աչքերը։ Ես 20 տարի անցկացրել եմ մի բան կառուցելով, որը կարծում էի, թե ինձ երջանիկ կդարձնի։ Փող, հաջողություն, ճանաչում։ Եվ գիտեք ինչ ստացա։ Մենակություն, սթրես, գրեթե մահացու ուղղորություն դեպի հիվանդանոց։ Այստեղ, այս վերջին ամիսներին, ես ավելի շատ երջանկություն, ավելի շատ նպատակ, ավելի շատ կյանք եմ զգացել, քան զգացել եմ այդ ամբողջ տասնամյակում։ Քո պատճառով։ Քո դուստրերի պատճառով։ Այս ընտանիքի պատճառով, որը մենք միասին ենք կառուցել։ Մենք ընտանիք չենք, շշնջաց Անահիտը։ Դուք պարզապես բարի եք։ Ինձ ապաստան եք տալիս խղճահարությունից դրդված։ Խղճահարությունն է ինձ ստիպում ամեն օր ժպիտով արթնանալ։ Խղճահարությունն է ինձ ստիպում անհամբեր սպասել երեկոյան ընթրիքներին, Լիլիթի պատմություններին, Միքայելի ծիծաղին։ Խղճահարությունն է ինձ ստիպում ուզենալ այստեղ մնալ հավերժ, որն ինձ ստիպում է երազել քո կողքին ապագայի մասին։ Անահիտը դեմքը ծածկեց ձեռքերով։ Մի ասեք այդ բաները։ Խնդրում եմ, մի ասեք։ Ինչո՞վ։ Որովհետև դու էլ ես զգում։ Որովհետև դու էլ ես վախենում։ Անահիտը չպատասխանեց։ Պարզապես լացեց, ուսերը դողում էին։ Ռաֆֆին նրան քնքշորեն քաշեց իր գիրկը, նա չդիմադրեց։ Նրանք գրկախառնված մնացին խոհանոցում, կողքի սենյակում խաղացող երեխաների ձայնով, մինչ երկու վախեցած սրտեր վերջապես թույլ տվեցին իրենց զգալ։ Հաջորդող օրերին Անահիտը հեռու մնաց։ Քաղաքավարի, բայց հեռու։ Նա շարունակում էր խնամել տունը, երեխաներին, պահպանել առօրյան, բայց խուսափում էր Ռաֆֆիի հետ ավելի խորը զրույցներից։ Նա հարգում էր նրա տարածքը, նույնիսկ եթե ցավում էր տեսնելով, թե ինչպես է նա հեռանում։ Լիլիթը նկատեց լարվածությունը։ Մայրիկն ինչու է տխուր, հարցրեց նա մի կեսօր, երբ Ռաֆֆին օգնում էր նրան հավաքել գլուխկոտրուկը այգում։ Նա պարզապես որոշ կարևոր բաների մասին է մտածում, բացատրեց Ռաֆֆին։ Այն չար կնոջ պատճառով է, որ եկել էր այստեղ։ Ռաֆֆին ժպտաց, չնայած տխրությանը։ Նա չար չէ։ Պարզապես անհանգստացած էր աշխատանքի համար։ Բայց նա վատ բաներ ասաց։ Ես լսեցի։ Մեծահասակները երբեմն բաներ են ասում, որոնք չպետք է ասեն, երբ զայրացած կամ անհանգստացած են։ Դա չի նշանակում, որ նրանք չար մարդիկ են։ Լիլիթը խոժոռվեց, մտածելով. Դու կգնաս, Ռաֆֆի քեռի։ Հարցը Ռաֆֆին հարվածի պես ստիպավ։ Ոչ։ Չեմ գնա։ Խոստանում ես։ Խոստանում եմ։ Լիլիթը ժպտաց վերադարձավ գլուխկոտրուկին։ Բայց Ռաֆֆին մնաց նայելով տանը, խոհանոցի պատուհանին, որտեղ տեսնում էր Անահիտին ընթրիք պատրաստելիս, մտածում էր, թե արդյոք կկարողանա պահել այդ խոստումը։ Այդ գիշեր, երբ երեխաները քնեցին, Ռաֆֆին գտավ Անահիտին պատշգամբում։ Նա փաթաթված էր ծածկոցով, նայելով աստղալից երկնքին։ Նա լուռ նստեց նրա կողքին։ Ես մնալու տեղ եմ փնտրելու, ասաց Անահիտը հանկարծ։ Ինքնակենսագրականներից մեկին պատասխան եմ ստացել։ Փոքր աշխատանք է, բայց աշխատավարձը բավարար է համեստ բան վարձելու համար։ Ռաֆֆին զգաց, որ սիրտը սեղմվում է։ Երբ։ 2 շաբաթից։ Այդքան ժամանակ է պետք կանխավճարի գումարը հավաքելու համար։ 2 շաբաթ։ Նույն ժամկետը, որը Սաթենիկն էր տվել։ Ճակատագրի դաժան զուգադիպություն։ Անահիտ, դուք պարտավոր չեք գնալ։ Այո, պարտավոր եմ։ Նա վերջապես նայեց նրան, աչքերը վճռական չնայած արցունքներին։
Ես պետք է իմ սեփական կյանքը կառուցեմ։ Չեմ կարող հավերժ ձեզնից կախված լինել։ Եվ դուք պետք է վերադառնաք ձեր կյանքին նույնպես։ Ձեր իրական կյանքին։ Իմ իրական կյանքն այստեղ է։ Ոչ։ Ձեր կյանքը երանում է, ձեր ընկերությունում, այն ամենում, ինչ դուք կառուցել եք։ Դուք պարզապես դադարի մեջ եք, Ռաֆֆի։ Բայց դադարները վերջանում են։ Եվ երբ ձերը վերջանա, ես չեմ ուզում լինել այն պատճառը, որի համար դուք հետ եք նայում տեսնում միայն կորուստներ ու զղջումներ։ Ռաֆֆին ուզում էր վիճել, ուզում էր համոզել նրան, որ սխալվում է։ Բայց տեսնելով նրա աչքերի վճռականությունը, այն թե ինչպես նա էմոցիոնալ փակվել էր, նա հասկացավ, որ բառերը բավարար չեն լինի։ Նրան գործողություններ էին պետք։ Պետք էր ապացուցել նրան, որ դա դադար չէ, ֆանտազիա չէ։ Դա իրական էր։ Դա մշտական էր։ Դա սեր էր։ Բայց նա չգիտեր ինչպես դա անել։ Չգիտեր ինչպես կոտրել այն պատնեշները, որոնք Անահիտը կառուցել էր իր շուրջը։ Չգիտեր ինչպես ստիպել նրան հավատալ, որ արժանի է սիրվելու, երջանիկ լինելու, երկրորդ հնարավորություն ունենալու։ Այն ամենը, ինչ գիտեր, այն էր, որ 2 շաբաթ ունի։ 2 շաբաթ միծ գտնելու Անահիտին ցույց տալու, որ նրանք ստեղծված են իրար համար։ 2 շաբաթ ապացուցելու, որ սերը ֆանտազիա չէ, այլ միակ իրականությունը, որի համար արժե պայքարել։ Եվ Ռաֆֆին վճռական էր ոչ մի օր չվատնել։ Հաջորդ առավոտ Ռաֆֆին արթնացավ նոր վճռականությամբ։ Եթե Անահիտը պետք է տեսներ, որ նա նվիրված է, որ դա անցողիկ ֆանտազիա չէ, ապա նա պետք է գործեր։ Պետք է ցույց տար, որ պատրաստ է իրական, տական բան կառուցել։ Սկսեց փոքր ժեստերից։ Պատրաստեց նախաճաշը նախքան Անահիտը կարթնանար թարմ հացով, որը գնացել էր գյուղից, խնամքով կտրատված մրգերով, նույնիսկ այգուց մի քանի ծաղիկներով իմպրովիզացված ծաղկամանում։ Երբ նա իջավ երեխաների հետ, գտավ սեղանը գցված Ռաֆֆիին, որը ժպիտով սպասում էր։ Սա ի՞նչ է, հարցրեց Անահիտը, զարմացած։ Նախաճաշ։ Մտածեցի, որ դուք արժանի եք օրը սկսել առանց ոչ մի բանի մասին անհանգստանալու։ Անահիտը երկար մի պահ նայեց նրան, ինչ-որ բան փափկեց նրա աչքերում։ Բայց արագ ինքն իրեն տիրապետեց։ Շնորհակալություն։ Պետք չէր։ Գիտեմ։ Բայց ուզեցի անել։ Լիլիթը հիացած էր հատուկ կերակուրից, շատախոսում էր, թե որքան համեղ է ամեն ինչ։ Միքայելը ծափ էր տալիս իր աթոռակում, ժպտալով Ռաֆֆին այնպես, որ սիրտը հալվում էր։ Անահիտը լուր կերավ, բայց Ռաֆֆին տեսնում էր, որ նա պայքարում է իր ներսում ինչ-որ բանի դեմ։ Հաջորդող օրերին Ռաֆֆին ուժեղացրեց իր ջանքերը։ Վերանորոգեց հետնաբակի ցանկապատը, որը ամիսներ շարունակ կոտրված էր։ Ներկեց երեխաների սենյակը ուրախ գույներով, պատերը լցնելով ձեռքով նկարված ամպերով ու աստղերով։ Ավելի շատ ծաղիկներ տնկեց այգում, ստեղծելով քարերից փոքրիկ ճանապարհ, որը տանում էր դեպի Անահիտի սիրելի ծառի տակի նստարանը։ Յուրաքանչյուր ժեստ փոքր էր, բայց լի իմաստով։ Եվ Անահիտը նկատում էր։ Տեսնում էր նվիրումը, խնամքը, լուր սերը Ռաֆֆիի յուրաքանչյուր գործողության մեջ։ Եվ դա նրան ավելի էր վախեցնում։ Որովհետև որքան շատ էր տեսնում, այնքան ավելի դժվար էր դառնում պահպանել իր կառուցած պատնեշները։ Անտոն պապիկը հայտնվեց մի արոտ կեսօր, թարմ հաց գյուղի նորություններ բերելով։ Զրուցում էր պատշգամբում Ռաֆֆիի հետ, մինչ Անահիտը խոհանոցում հյութ էր պատրաստում։ Դուք վիճել եք, ուղիղ հարցրեց ծերունին, առանց շրջանցելու։ Որտեղից գիտեք։ Անտոն պապիկը ծիծաղեց։ Տղաս, ես 75 տարեկան եմ։ Շատ զույգերի եմ տեսել վիճելիս։ Նշանները ճանաչում եմ։ Անահիտը փախչում է քեզնից, իսկ դու փորձում ես հասնել նրան։ Հին պատմություն է։ Ռաֆֆին հոգոց հանեց։ Բարդ է։ Սերը միշտ էլ բարդ է։ Անտոն պապիկը մի կում հյութ խմեց։ Բայց թույլ տուր մի բան պատմեմ։ Իմ կինը, Աստված հոգին լուսավորի, ջորիի պես համառ էր։ Երբ ծանոթացանք, նա ինձ հետ ոչ մի բան չէր ուզում։ Կարծում էր, թե ես անպատասխանատու եմ, որ ամուսնանալու համար պիտանի չեմ։ Ամիսներ պահանջվեցին նրան հակառակում համոզելու համար։ Գիտես ինչպես հաջողվեց։ Ինչպես։ Ապացուցելով։ Ամեն օր, ամեն գործով, ամեն խոսքով, ամեն հայացքով։ Ես ցույց տվեցի նրան, որ չեմ հանձնվելու։ Որ նա արժե ամբողջ ջանքը։
Եվ ի վերջո, նա հավատաց։ Ոչ թե որովհետև գեղեցիկ խոսեցի, այլ որովհետև ապացուցեցի իմ ամբողջ կյանքով։ Անտոն պապիկը թփթփացրեց Ռաֆֆիի ուսին։ Դու ճիշտ ճանապարհի վրա ես, տղաս։ Պարզապես մի հանձնվիր։ Սիրուց վախեցող մարդկանց համբերություն է պետք։ Նրանք պետք է հետողականություն տեսնեն, ոչ միայն խոստումներ։ Ռաֆֆին գլխով արեց, ընկալելով ծերունու խոսքերը։ Շնորհակալություն, Անտոն պապիկ։ Խնդրեմ։ Եվ հիշիր, նա վախենում է նորից կորցնելուց։ Արդեն մեկ անգամ կորցրել է։ Հեշտությամբ ռիսկի չի դիմի։ Բայց երբ նա վերջապես բացվի, դա կլինի ամբողջ սրտով։ Պարզապես պետք է ցույց տաս, որ դու ոչ մի տեղ չես գնալու։ Երբ Անտոն պապիկը գնաց, Ռաֆֆին մտածում էր նրա խոսքերի մասին։ Անահիտը վախենում էր։ Վախենում էր նորից սիրելուց, վախենում էր կորցնելուց, վախենում էր բավարար չլինելուց։ Եվ նա պետք է ցույց տար, ոչ միայն ասեր, որ այդ վախերն անհիմն են։ Այդ գիշեր Ռաֆֆին մի գաղափար ունեցավ։ Վերցրեց իր նոութբուքը, սկսեց աշխատել մի բանի վրա, որը օրեր շարունակ հետաձգում էր։ Եթե նա իսկապես մնալու էր Դիլիջանում, եթե իսկապես այնտեղ կյանք էր կառուցելու, պետք է գործնական որոշումներ կայացներ։ Եվ դրանցից առաջինը իր ընկերության մասին էր։ Ամբողջ գիշերն անցկացրեց նամակներ գրելով, զանգեր անելով, փաստաթղթեր կազմակերպելով։ Նա վաճառում էր իր ընկերության բաժնեմասը։ Ոչ թե Սաթենիկին, այլ մի խումբ ներդրողների, որոնց վստահում էր, մարդկանց, որոնք կպահպանեին իր կառուցածի էությունը, որոնք լավ կխնամեին աշխատակիցներին։ Վաճառքից ստացված գումարը ավելի քան բավարար կլիներ հարմարավետ ապրելու նոր նախագծերում ներդրումներ անելու համար, ավելի փոքր, ավելի նշանակալի նախագծերում։ Երբ Անահիտը առավոտյան իջավ, գտավ Ռաֆֆիին դեռ արթուն, շրջապատված թղթերով, բաց նոութբուքով։ Դուք չեք քնել, հարցրեց նա, ձայնի մեջ հստակ անհանգստություն։ Ոչ։ Որոշ բաներով էի զբաղվում։ Նա նայեց նրան, աչքերը հոգնած, բայց վճռական։ Ես վաճառում եմ իմ ընկերության բաժնեմասը։ Անահիտը կանգ առավ, շունչը կտրվեց։ Ինչ։ Դուք լսեցիք։ Վաճառում եմ։ Արդեն գնորդներ եմ գտել, արդեն պայմանները բանակցել եմ։ 2 շաբաթից ես այլս գործարար չեմ լինի։ Կլինեմ պարզապես Ռաֆֆի Կարապետյան, Դիլիջանի բնակիչ, որը կյանքում նոր նպատակ է փնտրում։ Ռաֆֆի, դուք չեք կարող դա անել։ Ոչ իմ պատճառով։ Դա միայն ձեր պատճառով չէ։ Իմ պատճառով էլ է։ Այդ կյանքն ինձ սպանում էր, Անահիտ։ Բառացիորեն։ Եվ հիմա, երբ ես ավելի լավ, ավելի իրական բան եմ գտել, ես հետ չեմ դառնա։ Անկախ նրանից, թե ինչ կպատահի մեր միջ, անկախ նրանից, դուք կմնաք, թե կգնաք, այս որոշումն արդեն կայացված է։ Սա այն է, ինչ ես ուզում եմ։ Սա այն է, ինչ ինձ պետք է։ Անահիտը ծանր նստեց աթոռին, մտածելով։ Արցունքները հոսում էին դեմքով, բայց նա կարծես չէր նկատում։ Իսկ ինչ եք անելու։ Այստեղ, Դիլիջանում։ Դեռ չգիտեմ։ Գուցե փոքր բիզնես բացեմ։ Գուցե տեղական նախագծերում ներդրումներ անեմ։ Գուցե պարզապես ապրեմ։ Վայելեմ ամեն օր, ամեն պահ։ Ձեռքերովս բաներ անեմ, իրական մարդկանց հետ ծանոթանամ, իրական հարաբերություններ կառուցեմ։ Ռաֆֆին վեր կացավ, ծնկի իջավ նրա դիմաց, բռնելով նրա ձեռքերը։ Եվ եթե դուք ինձ թույլ տաք, ես կուզենայի այս ամենն անել ձեր կողքին։ Անահիտը նայեց նրան, նրա աչքերի անկեղծությանը, այն խոցելիությանը, որը նա ցույց էր տալիս։ Եվ շաբաթներ անց առաջին անգամ թույլ տվեց իրեն դիտարկել հնարավորությունը։ Գուցե նա լուրջ էր։ Գուցե դա ֆանտազիա չէր։ Գուցե նա արժանի էր նորից երջանիկ լինելու։ Ես շատ եմ վախենում, շշնջաց նա։ Ես էլ, խոստովանեց Ռաֆֆին։ Ես վախենում եմ, որ ձեզ համար բավականաչափ լավը չեմ լինի։ Վախենում եմ ձախողվելուց, հիասթափեցնելուց։ Վախենում եմ, որ այս ամենը կվերջանա։ Բայց ավելի շատ եմ վախենում չփորձելուց։ Թույլ տալուց, որ դուք գնաք, առանց պայքարելու։ Իմ կյանքի մնացած մասն անցկացնելուց, մտածելով, իսկ եթե։ Անահիտը փակեց աչքերը, արցունքները շարունակում էին հոսել։ Ռաֆֆի, ես կատարյալ չեմ։ Ես բեռ ունեմ, 2 դուստր ունեմ, որոնք ձերը չեն, բարդ ու անկազմակերպ կյանք ունեմ։ Ես կատարելություն չեմ ուզում։
Ես ձեզ եմ ուզում։ Ձեր ամբողջ բեռով, ձեր դուստրերով, որոնց ես արդեն սիրում եմ, կարծես իմը լինեն, ձեր կյանքի ամբողջ բարդությամբ ու գեղեցկությամբ։ Անահիտը բացեց աչքերը, այնտեղ նոր բան կար։ Հույս։ Դեռ վաղ, բայց նա հույս։ Դուք վստահ եք։ Բացարձակ վստահ։ Այո։ Ավելի վստահ, քան երբեք եղել եմ իմ կյանքում որևէ բանի հարցում։ Եվ այդ պահին Անահիտի ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Այն պատնեշները, որոնք նա կառուցել էր, այն պաշտպանությունները, որոնք նա բարձրացրել էր, ամեն ինչ փլուզվեց։ Նա Ռաֆֆին քաշեց դեպի իրեն համբուրեց։ Դա վախով ու հույսով, ցավով ու բուժմամբ, անցյալի կորուստներով ու ապագայի հնարավորություններով լի համբույր էր։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ լացում էին։ Բայց դրանք թեթացման, ազատագրման արդյունքներ էին։ Վերջապես, նրանք թույլ տվեցին իրենց զգալ այն ամենը, ինչ ամիսներ շարունակ զսպում էին։ Ես քեզ սիրում եմ, մեղմորեն ասաց Ռաֆֆին, բութ մատերով սրբելով նրա դեմքի արցունքները։ Ես սիրում եմ քեզ, սիրում եմ քո դուստրերին, սիրում եմ այն կյանքը, որը մենք միասին ենք կառուցել։ Եվ ես իմ կյանքի մնացած յուրաքանչյուր օրն ապացուցելու եմ դա քեզ։ Անահիտը ժպտաց արցունքների միջից։ Ես էլ եմ քեզ սիրում։ Եվ ես սարսափած եմ, բայց նա պատրաստ եմ։ Պատրաստ եմ նորից փորձելու։ Պատրաստ եմ հավատալու, որ մենք արժանի ենք երջանիկ լինելու։ Նրանք գրկախառնված մնացին խոհանոցում, մինչ դրսում առը ծագում էր նոր օր էր սկսվում։ Հնարավորություններով, երկրորդ շանսերով, ամենաանհավանական վայրում ծաղկած սիրով լի մի օր։ Եվ ծանոթանալուց ի վեր առաջին անգամ երկուսն էլ թույլ տվեցին իրենց երազել միասին ապագայի մասին։ Իրական, շոշափելի, կյանքով, սիրով ընտանիքով լի ապագայի մասին։ Գլուխ 4 այդ փոխակերպող առավոտին հաջորդած օրերը նշանավորվեցին մի թեթությամբ, որը նրանցից ոչ մեկը վաղուց չէր զգացել։ Ռաֆֆին ու Անահիտն այլս կարիք չունեին ծածնելու, այլս կարիք չունեին թաքցնելու այն, ինչ զգում էին։ Սերը, որը նրանք կառուցել էին կամաց-կամաց, պարզ ժեստերի առօրյա պահերի միջոցով, այժմ կարող էր ազատ արտահայտվել։ Լիլիթն անմիջապես նկատեց փոփոխությունը։ Մայրիկը նորից երջանիկ է, մեկնաբանեց նա մի կեսօր, երբ այգում խաղում էր Ռաֆֆիի հետ։ Վաղուց էր, ինչ նրան այսպես ժպտալից չէի տեսել։ Ռաֆֆին շոյեց աղջկա մազերը։ Իսկ դու երջանիկ ես։ Շատ։ Լիլիթը գրկեց նրա ոտքերը։ Հիմա մենք իսկական ընտանիք ենք, չէ՞, Ռաֆֆի քեռի։ Այո, փոքրիկս։ Այո։ Անահիտը դիտում էր պատուհանից, սիրտը լցված հուզմունքով։ Այնքան երկար էր վախեցել, այնքան երկար էր պաշտպանվել ավելի շատ ցավից, որ գրեթե մոռացել էր, թե ինչ է թույլ տալ ինքդ քեզ երջանիկ լինել։ Բայց ահա նա, նորից սիրահարված, նոր ընտանիք կառուցելով, համարձակվելով երազել մի ապագայի մասին, որն ընդամենը ամիսներ առաջ անհնարին էր թվում։ Ռաֆֆին պահում էր իր խոսքը։ Ընկերության վաճառքը գրեթե ավարտված էր, նա սկսել էր ուսումնասիրել հնարավորությունները Դիլիջանում։ Անտոն պապիկը նրան ծանոթացրեց մի քանի տեղացի արտրականների հետ, Ռաֆֆին իրական հետաքրքրություն հայտնաբերեց համայնքում ներդրումներ անելու, փոքր բիզնեսներին օգնելու աճել, իր փորձն ու ռեսուրսներն ավելի նշանակալի անձնական ձով օգտագործելու մեջ։ Մի գիշեր, երբ երեխաները քնեցին, Ռաֆֆին ու Անահիտը նստեցին պատշգամբում, աստղալից երկնքի տակ։ Նա բռնեց նրա ձեռքը, միահյուսելով մատները։ Ես քեզ մի բան ունեմ հարցնելու, ասաց նա, ձայնը մեղմորեն նյարդային։ Անահիտը նայեց նրան, հետաքրքրությամբ։ Ինչ է։ Ռաֆֆին խորը շունչ քաշեց։ Կամուսնանաս ինձ հետ։ Հաջորդած լռությունը հավերժություն թվաց։ Անահիտը նայեց նրան, աչքերը լայն բացված զարմանքից։ Ռաֆֆի, մենք, գիտեմ, որ վաղ է։ Գիտեմ, որ դեռ շատ առումներով ճանաչում ենք իրար։ Բայց նա գիտեմ, որ սիրում եմ քեզ։ Գիտեմ, որ սիրում եմ քո դուստրերին։ Գիտեմ, որ ուզում եմ ամեն օր արթնանալ քո կողքին իմ կյանքի մնացած մասում։ Պետք չէ, որ վաղը լինի, պետք չէ, որ հաջորդ շաբաթ լինի։ Բայց մի օր, երբ դու պատրաստ լինես, ես ուզում եմ, որ դու իմ կինը լինես։ Ուզում եմ, որ մենք իսկական ընտանիք լինենք, բոլորի առաջ։ Անահիտը զգաց, որ արցունքները նորից հայտնվում են։ Վերջին օրերին նա ավելի շատ էր լացել, քան վերջին ամիսներին, բայց հիմա դրանք լավ արցունքներ էին, երջանկության հույսի արցունքներ։ Այո, շշնջաց նա։ Ռաֆֆին թարթեց։
Այո, այո, ես կամուսնանամ քեզ հետ։ Անահիտը ծիծաղեց արցունքների միջից։ Ինձ պետք չէ սպասել իմանալու համար, որ սա այն է, ինչ ես ուզում եմ։ Արդեն գիտեմ։ Դու լույս բերեցիր իմ կյանք, Ռաֆֆի։ Դու ինձ ցույց տվեցիր, որ հնարավոր է նորից սիրել, նորից վստահել։ Ինչպես կարող էի ոչ ասել։ Ռաֆֆին նրան քաշեց իր գիրկը, համբուրելով այն ամբողջ ինտենսիվությամբ, որ զգում էր։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ միաժամանակ ծիծաղում լացում էին։ Պարզ կանենք, ասաց Ռաֆֆին։ Առանց շքեղության, առանց չափազանցված ճոխության։ Պարզապես մենք, աղջիկները այն մարդիկ, ում սիրում ենք։ Կատարյալ է։ Հենց այն, ինչ ես ուզում էի։ Նրանք ժամերով գրկախառնված մնացին, պլաններ կազմելով, ապագայի մասին երազելով, զգալով այն անվտանգությունն ու խաղաղությունը, որը գալիս է իմանալուց, որ գտել են իրենց տեղն աշխարհում, իրար գրկում։ Հաջորդ օրը Անահիտը նորությունները պատմեց Լիլիթին։ Աղջիկը պայթեց ուրախությունից, թռչկոտելով բղավելով, որ Ռաֆֆի քեռին իր իսկական հայրիկն է լինելու։ Միքայելը, լիովին չհասկանալով, բայց ընկալելով դրական էներգիան, ծիծաղեց ծափ տվեց։ Դա կատարյալ պահ էր, մի ընտանիք, որը տոնում էր իրենց միավորող սերը։ Անտոն պապիկն առաջիններից մեկն էր ընտանիքից դուրս, որ իմացավ։ Նա ամուր գրկեց երկուսին էլ, աչքերը խոնավ։ Ես գիտեի, ասաց նա, ծիծաղելով։ Առաջին օրվանից գիտեի, որ դուք ստեղծված եք իրար համար։ Եվ հիմա ամբողջ գյուղը ձեզ հետ կտոնի։ Եվ տոնեց։ Նորությունը արագ տարածվեց Դիլիջանի փոքր համայնքում։ Հարանները, որոնց Ռաֆֆին ու Անահիտը հազիվ էին ճանաչում, հայտնվեցին շնորհավորելու, առաջարկելով օգնություն հարսանիքը կազմակերպելու համար։ Մի տարեց կին, Մարիամ տատիկը, առաջարկեց թխել տորթը։ Մեկ այլ ընտանիք մեծ կատարյալ բակ ուներ արարողության համար։ Մեկ այլ հարան սիրողական երաժիշտ էր պատիվ կհամարեր նվագել հարսանիքին։ Այն, ինչ պետք է պարզ բան լիներ, վերածվում էր մեծ համայնքային միջոցառման։ Եվ Ռաֆֆին ու Անահիտը հայտնաբերեցին, որ դեմ չեն։ Իրականում, դա նրանց խորապես հուզում էր։ Այդ սիրո աջակցության դրսևորումը գյուղի կողմից ցույց էր տալիս, որ նրանք մենակ չեն, որ գտել են ոչ միայն իրար, այլ մի ամբողջ համայնք, որը նրանց ընդունում է որպես ընտանիք։ Անահիտը որոշեց շատ չսպասել հարսանիքին։ Մեկ ամիս, ասաց նա Ռաֆֆիին։ Ուզում եմ մեկ ամսից ամուսնանալ քեզ հետ։ Արդեն բավականաչափ սպասել ենք երջանկությանը։ Ռաֆֆին ամբողջ սրտով համաձայնեց։ Բայց ճակատագիրը, ինչպես միշտ, իր սեփական պլաններն ուներ։ Հարսանիքից 2 շաբաթ առաջ Լիլիթն արթնացավ ջերմությամբ։ Սկզբում Անահիտը շատ չանհանգստացավ։ Դա պարզապես թեթ ջերմություն էր, հավանաբար մրսածություն։ Նա ջերմիջեցնող դեղ տվեց, աղջկան հեղուկներով պահեց, սպասեց, որ լավանա։ Բայց ջերմությունը չէր իջնում։ Իրականում, վատացավ։ Երկրորդ օրը Լիլիթը այրվում էր ջերմությունից, անդադար հազում էր։ Անահիտը նրան տարավ տեղի բժշկի մոտ, որը ախտորոշեց շնչառական վարակ հակաբիոտիկներ նշանակեց։ Բայց նույնիսկ դեղորայքով Լիլիթը չէր լավանում։ Ջերմությունը բարձր էր մնում, հազն ավելի ու ավելի խորն ու անհանգստացնող էր դառնում։ Երրորդ օրը Ռաֆֆին ու Անահիտը սարսափած էին։ Լիլիթը հազիվ էր կարողանում արթուն մնալ, շնչառությունը դժվարացած ու մակերեսային էր։ Բժիշկը առաջարկեց նրան տանել ավելի մեծ քաղաքի հիվանդանոց, բայց այդ կեսօրին ուժեղ փոթորիկ սկսվեց։ Ճանապարհները դարձան անանցանելի, ընկած ծառերը փակել էին անցումները, անձրն այնքան ուժեղ էր, որ հազիվ կարելի էր 1 մետր առաջ տեսնել։ Նրանք թակարդում էին։ Ծանր հիվանդ երեխայի հետ առանց համապատասխան բժշկական օգնության հասանելիության։ Անահիտը խուճապի մատնվեց։ Նա քայլում էր սենյակում այս ու այն կողմ, ձեռքերը դողում էին, դեմքը սարսափից գունատ։ Ես կորցնում եմ նրան։ Ինչպես կորցրի ամուսնուս։ Ես կորցնում եմ իմ դստերը։ Ռաֆֆին բռնեց նրա ուսերից, ստիպելով նայել իր աչքերին։ Ոչ։ Մենք նրան չենք կորցնի։ Մենք կանենք ամեն ինչ, ինչ մեր ուժերի սահմաններում է։ Մենք կխնամենք նրան, կաղոթենք նրա համար, կպայքարենք նրա համար։ Միասին։ Դու մենակ չես սրանում, Անահիտ։ Այլս երբեք մենակ չես լինի։ Անտոն պապիկը հայտնվեց դռան մոտ, անձրից թրջված։ Եկա, հենց որ լսեցի։
Մի քանի բուժիչ խոտաբույսեր են բերել, թեյեր, որոնք կինս օգտագործում էր շնչառական հիվանդությունների համար։ Եվ եկել եմ մնալու։ Ձեզ օգնություն է պետք լինելու։ Այդ գիշերն իրենց կյանքի ամենաերկարն էր։ Նրանք հերթով խնամում էին Լիլիթին։ Սառը թրջոցներ ճակատին, ջերմությունը իջեցնելու համար։ Խոտաբույսերով թեյեր, շնչառությանը օգնելու համար։ Հուսահատության պահերին շշնջացված աղոթքներ։ Միքայելը քնում էր Անտոն պապիկի գրկում, անտեղյակ իրավիճակի լրջությունից։ Գիշերվա ժամը 3-ի սահմաններում Լիլիթի ջերմությունը հասավ իր գագաթնակետին։ Նա սկսեց զառանցել, կանչելով մարդկանց, որոնք այնտեղ չէին։ Հայրիկ, լացում էր նա։ Հայրիկ, որտեղ ես։ Անահիտը փլուզվեց։ Ընկավ ծնկների վրա դստեր մահճակալի կողքին, անզուսպ հեկեկալով։ Խնդրում եմ, աղաչում էր նա։ Խնդրում եմ, նրան ինձնից մի տար։ Արդեն այնքան բան եմ կորցրել։ Խնդրում եմ։ Ռաֆֆին նրան գրկեց, զգալով իր սեփական արցունքները, որոնք հոսում էին դեմքով։ Նա նույնպես սարսափած էր, նույնպես զգում էր այն երեխային կորցնելու հնարավորության ծանրությունը, ում սովորել էր սիրել, կարծես իրենը լիներ։ Բայց նա պետք է ուժեղ լիներ։ Անահիտի, Լիլիթի, բոլորի համար։ Նա լավ կլինի, կրկնում էր նա մանտրայի պես։ Նա ուժեղ է։ Ինչպես մայրը։ Նա կհաղթահարի սա։ Լավ կլինի։ Ժամերն անցնում էին տանջալի դանդաղությամբ։ Դրսում փոթորիկը շարունակում էր մոլեգնել, կարծես երկինքն ինքն էր արտացոլում այդ տան ներսի հուզական փոթորիկը։ Ռաֆֆին կյանքում երբեք այդքան շատ չէր աղոթել։ Խոստումներ տվեց Աստծուն, ցանկացած բարձրագույն ուժի, որը կարող էր լսել։ Խնդրեց ավելի շատ ժամանակ, ավելի շատ հնարավորություններ, ավելի շատ կյանք այն աղջկա համար, որն այդքան թանկ էր դարձել իր համար։ Անահիտն ամբողջ գիշեր մնաց Լիլիթի կողքին, բռնելով նրա փոքրիկ ձեռքը, խեղդված ձայնով օրորոցայիններ երգելով, սիրո քաջալերանքի խոսքեր շշնջալով, նույնիսկ երբ վստահ չէր, թե արդյոք դուստրը կարող է լսել իրեն։ Ռաֆֆին մնաց երկուսի կողքին, մի ձեռքը Անահիտի ուսին, մյուսը քնքշորեն շոյելով Լիլիթի քրտնած մազերը։ Անտոն պապիկը ցածր ձայնով աղոթում էր սենյակի անկյունում, նրա հին մխիթարական աղոթքները լցնում էին տարածքը խաղաղության զգացումով քաոսի մեջ։ Առավոտյան ժամը 6-ին, երբ արի առաջին ճառագայթները սկսեցին ճեղքել փոթորկից ցրվող ամպերը, ջերմությունը վերջապես սկսեց նահանջել։ Լիլիթն ավելի խորը շնչեց, ճակատն ավելի քիչ տաքացավ։ Նա կարճ ժամանակով բացեց աչքերը, ճանաչողությամբ նայելով Անահիտին, նախքան նորից քնելը, այս անգամ բնական վերականգնող քնով։ Անահիտը փլուզվեց թեթացման հեկեկոցներով։ Ռաֆֆին գրկեց նրան, նույնպես լացելով, նույնպես անսահման երախտապարտ։ Անտոն պապիկը շնորհակալական աղոթք շշնջաց։ Անցավ, մեղմորեն ասաց Ռաֆֆին։ Վատթարագույնն անցավ։ Նա լավ կլինի։ Եվ նա լավացավ։ Հաջորդող ժամերին Լիլիթի բարելավումը նկատելի էր։ Ջերմությունը շարունակում էր իջնել, հազը նվազեց, շնչառությունը հեշտացավ։ Երբ բժիշկը վերջապես կարողացավ հասնել, արդեն մաքրված ճանապարհներով, նա հաստատեց, որ վտանգն անցել է։ Լիարժեք վերականգնման համար ժամանակ խնամք էր պետք։ Բայց այդ գիշերը ինչ-որ բան փոխել էր նրանց բոլորի մեջ։ Ռաֆֆին ու Անահիտը միասին դիմակայել էին ցանկացած ծնողի ամենավատ վախին, երեխային կորցնելու հնարավորությանը։ Եվ նրանք գոյատել էին։ Նրանք աջակցել էին միմյանց, միասին ուժեղ էին մնացել, երբ առանձին կփլուզվեին։ Նրանց կապը, որն արդեն ամուր էր, դարձավ անխախտելի։ Մեկ շաբաթ անց, երբ Լիլիթը լիովին ապաքինվել էր ավելի աշխույժ էր, քան երբե, հարսանիքը տեղի ունեցավ։ Դա հենց այնպես էր, ինչպես պլանավորել էին, պարզ, մտերմիկ, սիրով լի։ Արարողությունը Մարիամ տատիկի բակում էր, զարդարված Անահիտի սեփական այգու ծաղիկներով։ Պարզ փայտե աթոռները շարքեր էին կազմում, զբաղեցված հարաններով, գյուղի ընկերներով, նույնիսկ Ռաֆֆիի մի քանի գործընկերներով, որոնք հատուկ եկել էին Երանից։ Անահիտը հագել էր պարզ սպիտակ զգեստ, մազերի մեջ ծաղիկներով, որոնք Լիլիթն էր օգնել ընտրել։ Ռաֆֆին առօրյա, բայց էլեգանտ հագուստով էր, առանց իր գործարար անցյալի խիստ պաշտոնականության։ Լիլիթը ծաղկե աղջիկն էր, հպարտությամբ տանելով մատանիները։ Միքայելը ուրախ սողում էր հյուրերի միջ, բոլորից ծիծաղ կորզելով։
Անտոն Պապիկը ոչ պաշտոնապես վարում էր արարողությունը, պարզ, բայց խորը խոսքեր ասելով սիրո, ընտանիքի երկրորդ հնարավորությունների մասին։ Ռաֆֆին ու Անահիտը գրել էին իրենց սեփական երդումները։ Անահիտ, սկսեց Ռաֆֆին, ձայնը հուզված։ Դու ինձ սովորեցրիր նորից ապրել։ Սովորեցրիր, որ հաջողությունը չի չափվում փողով կամ իշխանությամբ, այլ կիսված պահերով, սեղանի շուրջ ծիծաղով, գիշերները միասին սիրելիներին խնամելով։ Դու քո դուստրերը ինձ ընտանիք տվեցիք, տուն տվեցիք, նպատակ տվեցիք։ Խոստանում եմ սիրել, պաշտպանել, խնամել ձեզ իմ կյանքի բոլոր օրերին։ Խոստանում եմ լինել այն հայրը, որին Լիլիթն ու Միքայելն արժանի են, այն ամուսինը, որին դու արժանի ես, այն մարդը, որի կարիքն այս ընտանիքն ունի։ Անահիտը սրբեց արցունքները, նախքան խոսելը։ Ռաֆֆի, երբ մենք ծանոթացանք, ես կորած էի։ Կորցրել էի ոչ միայն ամուսնուս, այլ իմ ինքնությունը, իմ հույսը, իմ հավատը ավելի լավ օրերի նկատմամբ։ Դու ինձ գտար այդ մութ տեղում լույս բերեցիր։ Ոչ թե մեծ ժեստերով կամ դատարկ խոստումներով, այլ մշտական ներկայությամբ, անկեղծ խնամքով, համբերատար սիրով։ Դու ինձ սովորեցրիր, որ հնարավոր է նորից սիրել, առանց դավաճանելու կորցրածի հիշատակը։ Որ հնարավոր է նոր ապագա կառուցել, առանց անցյալը ժխտելու։ Խոստանում եմ սիրել քեզ այն ամբողջ ինտենսիվությամբ, որը սիրտս թույլ է տալիս, խնամել քեզ լավ ու վատ օրերին, քեզ հետ կառուցել սիրով, ուրախությամբ, իմաստով լի կյանք։ Հյուրերի մեջ չոր աչք չկար, երբ նրանք փոխանակեցին մատանիները։ Երբ համբուրվեցին, կնքելով իրենց խոստումները, ամբողջ գյուղը ծափահարեց տոնեց։ Հաջորդած խնջույքը համեստ էր, բայց ուրախ։ Մարիամ տատիկը 3 հարկանի տորթ էր թխել, որը կարծես ամսագրից լիներ, յուրաքանչյուր շերտը լցված սիրով նվիրումով։ Առատ ուտելիք կար, պատրաստված մի քանի հարանների կողմից։ Կենդանի երաժշտություն, նվագված տեղացիների կողմից։ Պարեր, ծիծաղ, կիսված պատմություններ։ Լիլիթը պարեց Ռաֆֆիի հետ, նրա փոքրիկ ոտքերը կողկրտելով նրա ոտքերին, ծիծաղելով, մինչ նա պտտում էր նրան իմպրովիզացված պարահրապարակում։ Ես նորից հայրիկ կունենամ, շշնջաց նա նրան, աչքերը փայլելով երջանկությունից։ Դու միշտ հայրիկ ես ունեցել, մեղմորեն պատասխանեց Ռաֆֆին։ Նա գուցե այստեղ չէ մեզ հետ, բայց նա քեզ շատ է սիրել, միշտ կլինի քո սրտում։ Ես նրան չեմ փոխարինի, Լիլիթ։ Ես կլինեմ լրացուցիչ մարդ, որը քեզ սիրում է, պաշտպանում, խնամում։ Դու հիմա 2 հայրիկ ունես։ Մեկը երկնքում, մեկը այստեղ քեզ հետ։ Լիլիթն ամուր գրկեց նրան։ Ես քեզ սիրում եմ, հայրիկ Ռաֆֆի։ Ռաֆֆին զգաց, որ սիրտը լցվում է։ Ես էլ եմ քեզ սիրում, փոքրիկս։ Հավերժ։ Անահիտը դիտում էր տեսարանը, նույնպես դանդաղ պարելով Միքայելը գրկին։ Անտոն Պապիկը մոտեցավ նրան, լայն ժպիտը դեմքին։ Դու արժանի ես սրան, աղջիկս։ Այս ամբողջ երջանկությանը։ Երբեք մի կասկածիր դրանում։ Շնորհակալություն, Անտոն Պապիկ։ Ամեն ինչի համար։ Սկզբից ետ մեզ հավատալու համար։ Մի շնորհակալիր։ Պարզապես երջանիկ եղիր։ Դա այն ամենն է, ինչ մեզնից յուրաքանչյուրն ուզում է։ Խնջույքը շարունակվեց մինչ ուշ գիշեր։ Երբ վերջապես ավարտեցին բոլոր հյուրերին ճանապարհելը, Ռաֆֆին ու Անահիտը վերադարձան տուն, քնած աղջիկները գրկներին։ Տունը, որը մի ժամանակ հուսահատ ընտանիքի ժամանակավոր ապաստանն էր, այժմ նոր ընտանիքի տունն էր, միավորված ոչ միայն հանգամանքներով, այլ իսկական սիրով գիտակցված ընտրությամբ։ Այդ գիշեր, երեխաներին քնեցնելուց հետո, Ռաֆֆին ու Անահիտը մնացին պատշգամբում, ինչպես արել էին այնքան շատ անգամներ։ Բայց հիմա ամեն ինչ տարբեր էր։ Հիմա նրանք ամուսին կին էին։ Հիմա նրանք պաշտոնապես ընտանիք էին։ Արժեր, մեղմորեն ասաց Անահիտը, գլուխը դնելով Ռաֆֆիի ուսին։ Ամբողջ վախը, ամբողջ ցավը, ամբողջ անորոշությունը։ Արժեր այստեղ հասնելու համար։ Միշտ արժե, երբ նպատակակետը սերն է, պատասխանեց Ռաֆֆին, համբուրելով նրա գլխի գագաթը։ Եվ մենք վերջին չենք հասել։ Մենք նոր ենք սկսում։ Եվ դա ճիշտ էր։ Դա պարզապես միասին երկար ճանապարհորդության սկիզբն էր։ Առջում մարտահրավերներ կլինեին, դժվար պահեր, հաղթահարելու խոչընդոտներ։ Բայց հիմա նրանք իրար ունեին։ Ընտանիք ունեին։ Սեր, նպատակ, տուն ունեին։ Ռաֆֆին եկել էր Դիլիջան, խաղաղություն հանգիստ փնտրելով հյուծված մարմնի մտքի համար։ Բայց գտավ շատ ավելին։ Գտավ քավություն, փոխակերպում, սեր։
Գտավ ապրելու մի պատճառ, որը գերազանցում էր աղյուսակներն ու շահույթները։ Գտավ մի ընտանիք, որը չէր փնտրում, բայց որի հուսահատ կարիքն ուներ։ Անահիտը զբաղեցրել էր այդ լքված տունը որպես վերջին միջոց, հուսահատ փորձ իր դուստրերին որոշակի կայունություն տալու։ Բայց այդ տունը, որը պետք է լիներ պարզապես ժամանակավոր ապաստան, դարձավ նրա իսկական տունը։ Եվ մարդը, որը կարող էր նրանց անխղճորեն վտարել, դարձավ նրա ամենամեծ սերը, ամենամեծ աջակցությունը, նրա կյանքի ուղեկիցը։ Աղջիկները, որոնք այդքան բանի միջով էին անցել այդքան կարճ ժամանակում, այժմ ունեին ոչ միայն տուն, այլ լիարժեք օջախ։ Ունեին ոչ միայն մարտիկ մայր, այլ նվիրված հայր։ Ունեին ոչ միայն գոյատում, այլ իսկական երջանկություն։ Մինչ աստղերը փայլում էին Դիլիջանի երկնքում, գիշերվա մեղմ զեփյուրը շոյում էր նրանց դեմքերը, Ռաֆֆին ու Անահիտը թույլ տվեցին իրենց պարզապես լինել։ Երջանիկ լինել։ Երախտապարտ լինել։ Ընտանիք լինել։ Ճանապարհորդությունը երկար ու դժվարին էր եղել երկուսի համար էլ։ Լի կորուստներով, ցավերով, հուսահատության պահերով։ Բայց նա լի փոքր հրաշքներով, բարության ժեստերով, երկրորդ հնարավորություններով։ Եվ վերջում սերը հաղթանակել էր։ Ոչ թե հեքիաթների սերը, կատարյալ առանց բարդությունների, այլ իրական սերը։ Սերը, որը կառուցվում է օրեցօր, գիտակցված ընտրությունների, մշտական ներկայության, փոխադարձ ներման համատեղ աճի միջոցով։ Ռաֆֆին նայեց Անահիտին, լուսնի մեղմ լույսով լուսավորված նրա դիմագծին, խորը երախտագիտություն զգաց։ Երախտագիտություն այն հիվանդության համար, որը ստիպեց նրան կանգ առնել վերագնահատել իր կյանքը։ Երախտագիտություն այն զուգադիպության համար, որը նրան բերեց այդ տուն հենց այդ պահին։ Երախտագիտություն յուրաքանչյուր որոշման, յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր զրույցի համար, որը նրանց հասցրեց այս կետին։ Անահիտը հետ նայեց նրան, նրա հայացքում տեսնելով այն ամենը, ինչ զգում էր իր սեփական սրտում։ Եվ իմացավ, բացարձակ վստահությամբ, որ ճիշտ ընտրություններ է կատարել։ Որ բավականաչափ խիզախ է եղել, մեկ անգամ ռիսկի դիմելու իր սրտով։ Որ իր դուստրերին տվել է ոչ միայն նյութական անվտանգություն, այլ լիարժեք սիրող ընտանիք։ Նրանք մեղմորեն համբուրվեցին մի համբույր, որը խոստանում էր հազարավոր վաղվա օրեր, հազարավոր արկածներ, հազարավոր կիսված ուրախության մարտահրավերի պահեր։ Եվ երբ բաժանվեցին, գրկախառնված մնացին հարմարավետ լռության մեջ, դիտելով Դիլիջանի խաղաղ գիշերը, զգալով իրենց երկար ժամանակ անց առաջին անգամ լիովին խաղաղ։ Լիովին տանը։ Լիովին այնտեղ, որտեղ պատկանում էին։